Նախ շնորհակալություն եմ հայտնում, որ միացել եք մեր հանդիպմանը։ Սա շատ կարևոր հանդիպում է, ավելի կարևոր իմ կարծիքով, քան ուղղակի վեբինարները։ Մենք մեր կենտրոնում, High-End Learning-ում տարբեր ծրագրեր ենք իրականացնում, արհեստական բանականության դասընթացներ, եռօրյա, մեկամսյա, ինչպես նաև անվճար վեբինարներ ենք ունեցել, որտեղ սովորեցրել ենք տարբեր AI գործիքներ կիրառելը։ Սա իհարկե ուսուցողական վեբինար չէ, եթե ուշադիր եք եղել գրանցվելիս հայտարարությունների մեջ բազմիցս նշել ենք, որ սա բաց դռների օր է, որտեղ մենք ցուցադրելու ենք մեր մեկամսյա դասընթացի ուսուցիչների կատարած աշխատանքները, որ เป զի դուք տեսնեք, թե արհեստական բանականությունը ինչ հզոր պոտենցիալ ունի ուսուցչին օգնելու համար, եւ նաեւ ներկայացնելու ենք այն ծրագիրը, որի ընթացքում իրենք սովորել են այս ամեն ինչը անել։ Հենց դրա համար եմ ասում, որ սա ավելի կարևոր հանդիպում է, քան ուղղակի ինչ որ մի փոքրիկ բան սովորեցնելը այդ պահին, որովհետև շատ ուսուցիչներ չգիտեն, որ AI-ը այս հնարավորությունները ունի ու չիմանալը նաև ենթադրում է, որ չեն էլ մտածում, որ կարող են դա սովորել կամ կիրառել իրենց գործունեության մեջ։ Իրականում այն ամենը, ինչը ցույց ենք տալու, լրիվ նոր է։ Մենք անցյալ տարի էլ ենք մեկամսյա դասընթացներ իրականացրել, բայց լրիվ ուրիշ ֆորմատով, ուրիշ գործիքներ ա եղել, որովհետև դեկտեմբերի թարմացումներից հետո են սկսել AI գործիքները այսպիսի հրաշք նյութեր ստեղծելը, որոնք ես ցուցադրելու եմ եւ մեր առաջին խումբը հունվար-փետրվար ամիսներին, որ ունեցել ենք մեկամսյա դասընթաց, այդ ուսուցիչները այսպես քաջ նորարար են գտնվել, եկել են առաջիններն են եղել, ինձ թվում է նաև Հայաստանում, ովքեր սկսել են այդ գործիքները ուսումնասիրել ու հրաշալի արդյունք են ունեցել։ Դրա համար մենք ողջևորված ուզում ենք, որ իրենց արդյունքները դուք տեսնեք եւ իմանաք, թե ոնց կարող եք ձեր գործը հեշտացնել ու բացի հեշտացնելուց, ինչպես կարող եք ավելի հետաքրքիր ձևով դասավանդել, որ เป զի տեխնոլոգիական սերնդին հետաքրքրի ձեր դասերը։ Ու դուք մի առավելություն ունեք մեր նախորդ մեկամսյա դասընթացի մասնակիցներից, իրենք օրինակներ չէին տեսել, չգիտեին ինչ հնարավորություններ ունի, ուղղակի վստահել են մեր գործունեությանը, միացել են, ստեղծել են այդ արդյունքները։ Հիմա դուք ինքներդ այդ ամեն ինչը կտեսնեք, որը կօգնի ձեզ որոշում կայացնելու, արդյոք դուք ուզում եք ինքներդ սովորեք այդ գործիքներով ձեր նյութերը ստեղծեք, ու բացի դրանից սրանք շատ լավ վառ օրինակներ են, որ เป զի ձեզ օգնի գաղափարներ գեներացնեք, հասկանաք, թե ինչպես կարելի էր անել դասը կամ հետագայում, երբ միանաք մեր մեկամսյա դասընթացին, ձեզ համար ավելի հեշտ է լինելու, որովհետև դուք տարբեր ֆունկցիոնալության պրակտիկ օրինակներ արդեն կունենաք ու ավելի արագ, ավելի հետաքրքիր բաներ կստեղծեք, համոզված եմ, միշտ օրինակները օգնում են մեզ։ Այսպես, նախքան բուն թեմային անցնելը, քանի որ նոր մասնակիցներ ունենք այստեղ, ես կներկայանամ, ես Մարիաննան եմ, High-End Learning կրթական կենտրոնի հիմնադիրն եմ եւ AI-ի դասընթացավարը։ Մենք 2025 թվականի սկզբից սկսած իրականացրել ենք տարբեր ֆորմատով դասընթացներ, եռօրյա, մեկամսյա, շուրջ 3000 մանկավարժներ, ուսուցիչներ եւ դասախոսներ վերապատրաստվել են մեզ մոտ, 9000-ից ավել ուսուցիչներ էլ տարբեր ֆորմատով վեբինարների են մասնակցել։ Մենք նաև համագործակցում ենք տարբեր դպրոցների հետ, համալսարանների հետ, թե մեկամսյա, թե եռօրյա դասընթացների շրջանակում, որպեսզի իրենց ամբողջական անձնակազմին էլ վերապատրաստենք։ Ես այսօր ձեզ ցույց եմ տալու հենց մեր մեկամսյա դասի ընթացքում ստեղծած նյութերը, ուսուցիչների ռեալ առաջին անգամ իրենց ստեղծած նյութերը, ոչ մի բան չեմ բարելավել, չեմ փոփոխել, ինչը որ տեսել եմ ուղարկած, ուղղակի ցույց եմ տալիս, որ դուք տեսնեք մեր ձեզ պես ուսուցիչները առաջին փորձից, առաջին դասից սկսած, դասն ավարտվել է, ինչ են արել, հա, այս ինչի եմ շեշտում, որովհետև հենց իրենք սկսում են աշխատել, դասը ավարտվեց, վերջ, աշխատեցին, ուղարկեցին, նայեցի, ստուգեցի, ուղղորդեցի, ու մեկ ամիսը երբ լրանում է, իրենք արդեն բավականաչափ նյութեր են ունենում ու ամեն օր էլ դասընթացի ընթացքում կիրառում են։ Դե չասեմ, որ դրանից հետո ձեռքները բացվում, վարժվում է, ինչ հրաշքներ են ստեղծում։ Բայց մինչև
Այդ պահին հասնել այդ մեկ ամսյային մենք առաջարկում ենք երրորդյա դասընթաց, որտեղ միասին սովորում ենք ճիշտ հիմքերն ենք դնում AI-ի հետ աշխատելու, օրինակ ճիշտ հրահանգներ գրելը AI-ի հետ ուղակի այսպես խոսելով, որ ինչ որ բան եք ստեղծում, որակյալ չի լինում, ճիշտ հրահանգավորման սխեմաներ կա, որոնց պետք է դուք հետևեք, որ เป զի ձեր արդյունքը ճիշտ լինի, ստացածի հետ պետք է կարողանաք ճիշտ աշխատել, պետք է հասկանաք յուրաքանչյուր մոդել ինչից է լավ, ինչն է ավելի ուժեղ անում, որ դեպքում որ ենթամոդելը ակտիվացնեք եւ այլը, նույնիսկ հասարակ այս ամեն չաթի մեջ ինչ խոսել է, ինչ քանակությամբ եւ այլը։ Այդ ամեն ինչը հիմքերը մենք դնում ենք մեր երրորդյա դասընթացի ժամանակ ու դրա համար հենց այդ 3 ինտենսիվ օր հանդիպում ենք, յուրաքանչյուր հանդիպումը 2 ժամ, այնտեղ մենք ամենակարևոր բաները գործնական հենց պրեզենտացիաներ սարքելը եւս ցուցադրում ենք ու արժեքը շատ սիմվոլիկ է 2900 դրամ զուտ նրա համար որ բոլոր ուսուցիչները ֆինանսականը խոչընդոտ չհանդիսանա եւ գան տեսնեն AI-ը ինչ է ընդհանրապես ինքը ինչքան լավ գործիք է եթե լավ եք կիրառում եթե մասնագետի կողմից ճիշտ ուղղորդում եք ստանում երբ երրորդյան անցնում ենք, ուզում ենք արդեն ինտերակտիվ նյութեր էլ սարքել, ինտերակտիվ նյութերի մասը մենք լրիվությամբ քննարկում ենք մեկամսյա դասընթացի ընթացքում։ Այս սկիզբն է ոնց որ երրորդյա դասընթացը եւ հաջորդիվ մեկամսյա խորացված դասընթացի ընթացքում 4 շաբաթ է դասը տևում, ունենում ենք 8 հանդիպում Zoom-ով եւ անմիջապես բացում եմ, ճիշտ ուղղորդում եմ, մանրուքները լրիվությամբ ներկայացնում եմ, ոնց պետք է անենք, ինչ պետք է անենք, եւ սկսում ենք միասին թեման վերցնում ենք, ստեղծում ենք, անում ենք, դրանից հետո արդեն յուրաքանչյուր ուսուցիչ սկսում է իր նյութերը կազմել, ոչ թե որպես տնային աշխատանք, այլ հենց վաղը իր առարկային ինչ որ պետք է, այդ թեմայի շուրջ, այդ դասի շուրջ կազմում է ինքը իր նյութերը, ուղարկում է մեր հատուկ ստեղծված խմբում, համայնքում, Telegram-ի, որտեղ բոլոր ուսուցիչներն են լինում այդ խմբի, իրար հետ փորձի փոխանակում են անում, նյութերով կիսվում են, նաև իրար նյութերն են կարողանում օգտագործել, եւ ես էլ անհատապես հետադարձ կապ եմ տալիս բոլորի աշխատանքներին։ Սա շատ կարևոր է, որովհետեւ AI-ի հետ աշխատելիս շատ հարցեր է առաջանում, խնդիր կարող է առաջանալ եւ այլը, ու եթե դուք չգիտեք ոնց առաջ գնալ, կարող է այդպես է կանգնեք կամ հիասթափվեք միջին արդյունք ստանալուց։ Դրա համար ես անհատապես բոլորի հետ աշխատում եմ ձայնային հաղորդագրություններով, զանգով եւ այլը, որ เป զի ոչ մի բան ձեզ չխոչընդոտի տվյալ նյութերը ստեղծելու համար։ Մենք տարբեր խմբեր ունենք, որպեսզի մաքսիմալ արդյունավետ լինի ձեր պարագայում օրինակ, առանձին ունենք հումանիտար առարկաներ դասավանդողների խումբ, որտեղ մեր հայոց լեզվի մասնագետներն են, պատմաբաններն են եւ հումանիտար այլ հարակից մասնագիտությունների տեր անձինք եւ առանձին ունենք օտար լեզուների խումբ, որտեղ կլինեն օտար լեզուներ դասավանդող մասնագետները։ Այս առաջին անգամ ենք առանձնացրել, նախորդ ամսվա ընթացքում օտար լեզուները ընդհանուր հումանիտարի մեջ են եղել։ Այսպես ընթացքում էլի որ հարցեր լինի դուք կգրեք, ես կգամ կանդրադառնամ, այստեղ մենք վճարումը ընդհանուր այս մեկամսյա դասընթացի համար իմ անհատական հետադարձ կապը ներառյալ տեսաձայնագրություններ, հավաստագիր, 50 էջանոց հրահանգների գիրք, այդ ամեն ինչը տրամադրում ենք, դասի արժեքը ընդամենը 20,000 դրամ է, բայց դուք ձեր խումբը, ովքեր այսօր միացել են տեղեկատվական հանդիպմանը, կունենան զեղչ, որի մասին վերջում կխոսեմ։ Ընթացքում եթե ինչ որ հարցեր առաջացավ կամ գաղափարներ առաջացավ, որը մտածում եք, որ արդյոք կարելի է կամ այս մասնագիտության գծով կամ այս թեմայով ինչ որ բաներ սարքել AI-ով կարող եք հարցերը տալ կամ եթե ուզում եք հասկանալ որ խումբն է ձեզ հարմար, որտեղից սկսեք եւ այլը, ձեր հարցերին սիրով կգամ կանդրադառնամ, քանի որ այս պահին մենք արդեն տեղափոխվում ենք եւ ես ներկայացնելու եմ ստեղծած նյութերը, նորից եմ ուզում շեշտել, ովքեր ուշ են միացել, սա վեբինար չէ, որտեղ ինչ որ գործիք ենք սովորելու, ինչպես-ը չենք սովորում, դա մեկամսյա դասի ընթացքում ենք սովորում, այսօր շատ կարևոր բան ենք անում, դուք տեսնում եք, թե ռեալ ինչ է հնարավոր ստեղծել AI գործիքների միջոցով ու այս ամեն ինչը ստեղծել են ձեր գործընկերները հայոց լեզվի, պատմության, օտար լեզուների ուսուցիչները։
Այսպես, ուրեմն մեր դասընթացի ամբողջական առարկայական ծրագիրը ամեն ինչը ներկայացված է մեր կրթական կայքում High-end Learning-ում գրած օրերով ինչ ենք սովորում եւ այլը եւ այլը։ Հիմա էլ ռեալ արդյունքներն ենք ցուցադրում, որ դուք հասկանաք ինչքանով կարող եք սրանք կիրառել ձեր աշխատանքում։ Առաջին, երկրորդ դասերին մենք անդրադառնում ենք Notebook LM-ին։ Notebook LM-ը շատ լավ AI է, եթե մենք կարողանում ենք իրեն ճիշտ օգտագործել, ճիշտ հրահանգներ տալ են ամեն նրբություն կարևոր է էլի հաշվի առնել։ Ընդհանրապես ցանկացած AI գործիք կիրառելիս միշտ պետք է մենք հասկանանք իր մոդելը ոնց է աշխատում, իր հետ ոնց պետք է հրահանգները գրել, նյուանսները ամեն ինչը, որպեսզի լավ արդյունք ստանանք, թե չէ միայն գործիքի անուն իմանալը շատ քիչ է այդ միջին ձևով ինչ որ մեր գլխով ոնց անցնում է, փորձարկում ենք, արդյունքը լավ չի լինում, ասում ենք ես հայերեն չտվեց, լավ չարեց, որակով չարեց, որովհետև Ժորժ ջան, AI գիտություն է առանձին, ոնց մենք ենք գնացել մեր համասարանում, ես 9 տարի համասարանում սովորել եմ մենեջմենտ եւ այլ կառավարում տնտեսագիտություն ու հետո երբ տեղափոխվել եմ արհեստական բանականություն, ես շատ լավ իմացել եմ, որ ես էլ գիտության առանձին ճյուղ ու 3 տարի էլ խորացել եմ արհեստական բանականություն եմ ուսումնասիրել։ Ինքնուրույն Google կազմակերպության կողմից եմ հավաստագրվել եւ այլը։ Այս ոնց որ ուղակի ձեռքի Սենց արանքով անելու բան չի, պետքա դուք մասնագետի կողմից ճիշտ ուղղորդում ստանաք, որ ճիշտ արդյունք էլ ստանաք։ Դրա համար, եթե ինքնուրույն ինչ-որ բաներ փորձարկում եք, լավ չի լինում, այդ իմացեք, որ աշխատելու ձևն եք սխալանում։ Դրա համար չի լավ ստանում։ AI-ը հիմա շատ բաներում նույնիսկ ասմունքի մեջ հայերենով ինքը իդեալական է անում։ Ուղղակի պետքա ճիշտ ձևը հասկանաք։ Այսպես, հիմա ես կսկսեմ ցուցադրել մեր աշխատանքները, հերթով կնայենք։ Առաջին դասին մենք միջև ինտերակտիվ նյութերի անցնելը սովորում ենք իրար հետ ոնց պետք է գրքերի հիման վրա կոնկրետ, ընդ որում այդ գիրք ասվածը կարող եք նույնիսկ միանգամից մի 50 գրքի հիման վրա ձեր դասի պլանները կազմել, թեմատիկ պլանավորում իրականացնել, ինչ որ մտքներով անցնում է թեստեր, ինչը որ պետք է անեք ձեր դասի համար այդ թղթաբանության մասով։ Ու սա ChatGPT-ի մակարդակի ինչ որ գործ չի, խոսքը ավելի գիտական, ավելի որակով նյութեր կազմելու մասին է, ու որ դուք հստակ իմանում եք, որ գրքի, որ էջի հիման վրա ինքը դա բերեց, ձեզ տվեց, այլ ոչ թե էլի AI-ը խելքին ինչ փչի տա, դուք էլ վերցնեք տանեք։ Այս շատ կարևոր է ու մենք հենց այդ ոնց որ ուղով ենք գնում, որ կարողանաք դուք դա ռեալ օգտագործեք ձեր դասընթացի ընթացքում։ Երբ այդ ամեն ինչը սովորում ենք արդեն, երկրորդ դասից մենք սկսում ենք ինտերակտիվ նյութեր կազմելը։ Հիմա առաջնահերթ ես պրեզենտացիաները կներկայացնեմ ձեզ, բայց սա AI-ի պոտենցիալի այն շատ չնչին մասն է, ուղղակի ոնց դասերն ենք հեշտից բարդ կազմակերպում, այնպես էլ ես բացել եմ, որ ցուցադրեմ։ Իրականում AI-ի լավագույն կողմը այս պահի դրությամբ վերջին թարմացումներում դա 3D մոդելների եւ վեբեջերի ստեղծումն է, ներառյալ ձայնային էֆեկտներով, խաչբառներով եւ այլը, ամեն ինչը որ տեսնում եք այստեղ, ես բացել եմ մեր ուսուցչի օրինակները ու բոլորը ցույց եմ տալու։ Սկզբի մասը պրեզենտացիաներ, պաստառներ, հետո արդեն այդ ամենալավ մասերը 3D մոդելները։ Ընդ որում ուզում եմ նշել, որ նախկինում շատ եմ ես լսել հայոց լեզվի ուսուցիչները ասում էին, որ դե AI-ը հայերեն լավ չի հասկանում, հայերենով լավ չի անում։ Ժորժ ջան, այդ կարծրատիպերն էլ ենք արդեն կոտրում։ Մենք մեր խմբում բավականին շատ հայոց լեզվի ուսուցիչներ ունեինք, ովքեր փաստում են, որ AI-ը արդեն շատ է զարգացել հայերենի մասով, բացի դրանից այնքան լավ բաներ կարելի է սարքել 3D մոդելներ եւ այլը, որ այնտեղ պարտադիր չէ, էլի քերականության են ամենամանրամասները AI իմանա այն մանրամասները, որ նույնիսկ ուսուցիչները կարող է իրար հետ բան քննարկեն եւ ոնց որ իրար հետ չհամաձայնեն, շատ բաներ կարելի է անել, չֆիքսվելով այդ միայն քերականության վրա։ Դրա համար AI-ը շատ էֆեկտիվ է նաև հայոց լեզու դասավանդող ուսուցիչների համար, որովհետև այդպես դասերը դարձնում ենք ավելի հետաքրքիր ու ավելի նորարար։ Հիմա ես տեսնեմ մեր զրուցարանում ինչեր ունենք գրած, որից հետո արդեն կշարունակենք պրեզենտացիաների ցուցադրումը։
Հա, մեր, ըհը, շատ լավ, գրել եք, հա, դասի ձայնագրությունը տեղադրելու ենք, բայց մեր YouTube-ում ենք տեղադրելու, ընդ որում կարող եք նաև փոխանցել ձեր գործընկերներին, որ իրենք էլ տեսնեն այս հնարավորությունները, անպայման, հա, Տաթև ջան, ողջույն, օտար լեզվի խմբի հանդիպումները, ես հեսա մեր կայքի հղումը տեղադրեմ, դուք տեսեք օտար լեզուները ինչու ենք առանձնացրել, որովհետև օտար լեզուների հնարավորությունները շատ ավելի շատ է ու չգիտեմ, հրաշքներ է ուղղակի ինքը գործում։ Տեսեք, այ ամսի 10-ից է սկսում։ Ես ուղարկում եմ Ահա, դուք նայեք, կարող եք մտնել, ծանոթանալ եւ այլը եւ այլը։ Մելինե ջան, Մելինե ջան, մի փոքր պատմել չի լինում։ Երևի ուշ եք միացել, նորից շեշտեմ, սա վեբինար չի ուսուցողական, այլ բաց դռների օր է, որտեղ մենք ցուցադրում ենք մեր ուսուցիչների կատարած աշխատանքները եւ մի փոքր պատմել չի լինում, երկու դաս միայն նոթբուք LM-ին ենք մենք անդրադառնում, մի հատ էլ կրկնում, որ բոլոր նյուանսները ամեն ինչը հաշվի առնեք, դրա համար այդպես ամեն ինչը հերթով կարգով։ Այսօր բաց դռների օր է, որպեսզի դուք ոգեշնչեք, հասկանաք, թե ինչ հնարավորություններ ունեն տարբեր AI գործիքներ։ Ես չգիտեմ, մեր մեկամսյա դասընթացից մասնակիցներ ունենք այստեղ, կարող է ես ձեր նյութերն էլ եմ հեսա ցույց տալու, որովհետև ինչ որ դուք ստեղծել եք, ինձ ուղարկել եք ստուգեմ, ես բոլորը այստեղ տեղադրել եմ ու անպայման ցույց եմ տալու։ Ահա, այո, ես եմ։ Քրիստինե ջան, շատ ուրախ եմ, որ այստեղ եք։ Քրիստինեն մեր ուսուցիչներից է, ով շատ ակտիվ, պրպտուն ձևով աշխատել է այս մեկ ամսյա ընթացքում։ Շատ ուրախ եմ, որ այստեղ եք, համոզված եղեք, լիքը աշխատանքներ ձերից լինելու այստեղ։ Այսպես։ Ըհը։ Եթե համակարգչին լավ չենք տիրապետում, արժե մասնակցել Ժորժ ջան, հա, դե եկեք ես էդ էլ ասեմ, ընդհանրապես կապ չունի, թե դուք համակարգչային ինչ ծրագրերի եք տիրապետում, հենց AI-ի լավը այն է, որ այստեղ ձեզ ընդամենը պետք է ինտերնետ, հեռախոս կամ համակարգիչ, ցանկալի է համակարգիչ, բայց հեռախոսով էլ կարող եք անել, եւ AI մասնագետի կողմից ճիշտ ուղղորդում, գիտելիքահեն ճիշտ ուղղորդում եւ մասնագետի կողմից անհատական հետադարձ կապ ձեր աշխատանքները ստուգելու համար, որ เป զի մենակ չլինեք այդ ճանապարհին, չխճճվեք գործիքների մեջ։ Էս է ձեզ ընդամենը պետք։ Ոչ տեխնիկական գիտելիքներ է պետք, ոչ համակարգչային ծրագիր է պետք, Google-ով եք մտնում աշխատում, ոչ մի բան չեք էլ ներբեռնում, ոչ անգլերեն է պետք, ոչ մի բան ձեզ պետք չի, ուղղակի ժամանակ տրամադրել, մասնագետի կողմից դիտարկում ստանալ, գիտելիքներ ստանալ ու աշխատել։ Այսպես, կայքը ուղարկել եմ, կարող եք նայել, եկեք հիմա առաջ անցնենք, պրեզենտացիաներ շատ տարբեր AI-ներով կարող եք սարքել, տարբեր որակի եւ այլը եւ այլը, օրինակ մենք Gamma AI-ին, որը պրեզենտացիաներ է սարքում, անդրադառնում ենք երրորդյա դասի ընթացքում, այդ ինքը իր նրբությունները ունի եւ այլը, նոթբուք LM-ով սարքած պրեզենտացիաներին, ոնց որակով սարքենք, որ հայերենով ճիշտ է եւ այլ, այդ ամեն ինչին անդրադառնում ենք մեր մեկամսյա դասընթացի ընթացքում ու Օրինակ, ինչու ենք այդպես անում, որովհետև նոթբուք LM-ը մի շատ լավ առավելություն ունի, ինքը ստեղծում է թեմատիկ պրեզենտացիաներ, այսինքն այդ վիզուալները, ամեն ինչը, գույնը եւ այլը դուք կարողանում եք հարմարեցնել ձեր թեմային, ձեր դասագրքին, դուք կարող եք այստեղ բերել տարբեր հերոսների, որոնց որ կցանկանայիք տեսնել եւ այլը, ու ինքը դրանց համապատասխան ձեզ պրեզենտացիաները տալիս է մնացած AI-ներով այսպիսի բան հնարավոր չի անել դուք պետքա գնաք ձեռքով նկարը գտնեք օրինակ Թումանյանի բերեք տեղը փոխեք նկարը եւ այլը կամ ուրիշ կերպարներ վերցնեք բայց նոթբուք LM-ով ձև կա որ դուք կարող եք այնպես անել որ կոնկրետ ձեր ուզած օրինակ այստեղ ենթադրենք ուզում ենք տներ լինի ուզում ենք մասի սարը երևա կամ ուզում ենք այսպիսի ինչ որ բաներ լինի ինչ որ կետեր լինի, այս ամեն ինչը դուք եք իրեն հրահանգում ու եթե նկատեք, ես լրիվ տարբեր
ոճերի եմ ձեզ ցույց տալու, որպեսզի այդ հնարավորությունները տեսնեք։ Օրինակ, այն նրանք հայոց լեզվի ուսուցիչների ստեղծածներն էին, այս մեկը պատմությունն է։ Այսպես, եթե ուզում եք քարտեզներով, օրինակ, այսպիսի նեղ հայկականոտ թեմաներով պրեզենտացիա դուք ոչ մի ուրիշ AI-ով չեք կարող պատրաստել, որ ինքը ավտոմատ նկարները բերի։ Ու այս անելու համար ձեզ ընդամենը պետքա իմանալ ոնց ճիշտ հրահանգ գրեք, ինչի հիման վրա, ինչ նյութեր տակ իրեն, կոնտեքստը ոնց տակ եւ այլը, AI-ի բաներ այլի գիտելիքներ ա պետք է սառումով ու վերջ։ Ինքը րոպեների ընթացքում պրեզենտացիան արդեն սարքում ա ու դուք ոչ մի բան ոնց որ չեք գնում էլի բերում նկարներ բեռնում կամ տեքստ գրում ինքը ամեն ինչը անում ա տեսեք ուրիշ պրեզենտացիաներով մենք պետքա գնայինք Տաթևի վանքը հաղպատ սանահին վերցնեինք բերեինք դրեինք այստեղ բայց այս պարագայում չէ ինքը անում ա ու ընդ որում նոթբուք Helem-ը շատ թարմացվել ա այս վերջին 2 օրվա ընթացքում ինքը թողում ա նաև խմբագրենք որը նախկինում չէր թողնում այս մեկն էլ ա էլի պատմության մասով ես հիշում եմ երբ համալսարանում դասախոսում էի ժամերով միջև գիշերը նստում պրեզենտացիա էի ստեղծում PowerPoint-ով, այդ որ ասում եմ մի 5 տարի առաջ PowerPoint-ով, թեկուզ Canva-ով, հետո արդեն որ Canva-ն դուրս եկավ, բայց շատ ժամանակատար էր։ Հիմա այս երբ դուք AI-ի հետ աշխատելը արդեն գիտեք, ընդ որում նոթբուք LM պարագայում 2 ժամը ձեզ հերիք ա, 2 դասը։ Դուք կարողանում եք այսպիսի թեմատիկ պրեզենտացիաներ սարքել 2-5 րոպեվա ընթացքում, նայած ինչքան է ձեր ձեռքը սովոր է։ Այսպիսի թեմատիկ պրեզենտացիաներ մեր պատմության հայոց լեզվի ուսուցիչները միշտ շատ էին բողոքում, որ թեմատիկ ոչ մի բան չկա AI-ի աշխարհում Հիմա ես ուզում եմ, որ դուք այդ կարծրատիպերը կոտրեք։ Դե օտար լեզուների մասնագետների մասին էլ չեմ խոսում, ձեր հնարավորությունները անսահման են, դրա համար մենք օտար լեզուների խումբը առանձնացրել ենք, որ այնպիսի բաներ էլ ձեզ ցույց տանք, ուղղություններ, որ օրինակ հայերեն չի էլի, օտարալեզու կայքեր են, բայց հայկականով էլ է շատ բաներ հնարավոր լինում անել։ Ընդ որում ես այսօր ինչը որ ցույց տամ, դրանք բոլորը արել են մասնակիցներ, ովքեր միայն մասնակցել են մեր երրորդյային, հետո եկել են մեզ մոտ, վերջ, ու իրենք սկսել են այսպիսի նյութեր սարքելը, լրացուցիչ ինչ-որ ծրագրավորման, անգլերենի գիտելիքներ պետք չի եղել, բայց իրենք կարողացել են սրանք անել։ Ընդ որում Մեզ մոտ շատ մենք ունենք փորձառու ուսուցիչներ, 55, նույնիսկ 60+ տարիքի ուսուցիչներ, ովքեր այնքան լավ նյութեր են պատրաստում, որ անհնար էր նույնիսկ երևակայել, որովհետև դրա համար ընդամենը մասնագիտական փորձառություն ա պետք, մեկ էլ գիտելիք AI-ի, ոչ մի այլ ծրագրավորման հմտություն պետք չի։ Ահա, տեսեք ինչ մակարդակի, ինչ որակի հայկականոտ է ստեղծել, հա, ինքը ես ուզում եմ դուք այդ մասերը հասկանաք, որ պետք չէ էլի գնալ այս կերպարները վերցնել։ Իհարկե, ճաշակին ընկեր չկա, այս ամեն ինչը մեր ուսուցիչները ոնց ուզել են, ոնց պատկերացրել են, այն էլ կազմել են։ Ես էլ շատ հավանել եմ բոլորի աշխատանքները ու ցուցադրել եմ։ Սա առաջին անգամ կատարված աշխատանքներ է, եթե նույնիսկ մեկին ինչ-որ մի բան դուր չի գալիս, դա ոչ մի բան չի նշանակում, դուք ձերը սարքելիս արդեն ձեր ոճով եք հրահանգում, էլի, սև ու սպիտակի մեջ լինի, թե ավելի թռվռուն գունավոր ինչ-որ բաներ եք ուզում։ Կարևորը, որ մոդելները այդ հնարավորությունները տալիս են։ Էս էլ էլի օրինակ պատմության մասով Տեսեք ինչքան է հայկականոտ թեմաները ինքը անում։ Նախկինում մենք այս խնդիրը շատ մեծ էր այս խնդիրը, չէինք կարողանում AI-ով հայկականին բնորոշ նյութեր ստեղծել։ Հիմա դա արդեն ի ուրախություն մեզ բոլորից հնարավոր է։ Ահա, էս էլ էսպես, այս պրեզենտացիաների պահն է։ Հիմա ուզում եմ պրեզենտացիաներից զատ ավելի լավ, էս էլ ցույց տամ հետո։ Էս էլ էլի, հա, էս էլ Սայաթ Նովայի պրեզենտացիան է։ Եթե նկատեք, բոլորը այսպես լրիվ տարբեր ոճերի մեջ են։ Եթե դասվարներինը նայեիք, դասվարներինը այն որ մեկը մեկից 360 աստիճանով տարբեր էին, որովհետև գունագեղություն կար այնտեղ լրիվ նայած էլի ում համար եք անում ձեր
նախասիրությունները ոնց է, բայց տեսեք ինքը ոնց է բերում մեր հայկական թեմաները նկարներով եւ ամեն ինչով դնում։ Այս ընդհանրը մեր դասընթ, այսպիսի պրեզենտացիաներ ստեղծելը մեր դասընթացի, չգիտեմ, երևի 5%-ն է։ Հետո արհեստական բանականության միջոցով մենք կարող ենք պատրաստել պաստառներ, սա իրականում հրաշք է, որովհետև նախկինում, եթե օրինակ դուք կուզենայիք դասարանական անկյուն ստեղծեիք, պլակատ անեիք, պետքա գնաք տպագրատուն, իրենց բացատրեք, լիքը գումար տաք, որ օրինակ այսպիսի նյութ ստեղծի, բայց սա անում են մեր ուսուցիչները երկրորդ դասից հետո ու այս նյութը դուք պաստառը որ սարքում եք կարող եք էկրանով կիսել, կարող եք տպել ձեր դասարանական անկյունը զարդարել ոնց ուզեք, ինչ նպատակով ուզեք կարող եք անել, բայց տեսեք ոնց է, էլի դուք կարող եք ընտրել ուղղահայաց լինի, հորիզոնական լինի, ինչ կերպար լինի, ինչ բառեր գրած լինի ու ինքը արդեն հայերենով շատ լավ ստեղծում է։ Էս էլ հաջորդ պաստառի օրինակը, սա էլ շունն ու կատուն է։ Վահան Տերյանի մասին է։ Այստեղ օրինակ վերացական ավելի այսպիսի նկարներ ենք դրել, բայց եթե ձեզ օրինակ ուրիշ ոճ է դուր գալիս, իրական նկար է լինի, կարող եք դա դնել։ Նորից եմ ասում, այս ամեն ինչը կախված է ձեր նախասիրություններից։ Այս մեկը բացատրում ենք Արշակունյանց Հայաստանի պետական կարգը անազատներ, ազատներ, իշխաններ, տեսեք ոնց է կարգով, դասով, ամեն ինչով դրված։ Նորից եմ շեշտում, մեր ուսուցիչները 0-ից ուղակի մտածելով ինչ կարելի է անել, իմ ուղղորդմամբ ստեղծել են։ Բայց հիմա ձեր առավելությունը շատ մեծ է։ Դուք տեսնում եք, որ այսպիսի բաներ կա, պլյուս մեր համայնքում մենք այսպիսի լավ բանել ունենք, այն ուսուցիչները, ովքեր ընդհանուր ոնց որ տալիս են թույլատվությունը, մենք բազա ենք հավաքում նյութերի, օրինակ նախորդ դասընթացի տվյալ խմբի ստեղծած նյութերը ձեզ էլ կփոխանցենք, ովքեր համաձայնություն տվել են, ու ձերն էլ իրենց կփոխանցենք, ու այսպես պատկերացրեք շարունակաբար, նույնիսկ դասից հետո դուք նյութեր եք ստանալու, որը կարող է եւ անմիջապես գնաք դասին օգտագործեք կամ կարող եք ուղակի նայել ոգեշնչվել։ Այդ ոգեշնչվելը շատ կարեւոր է։ Հիմա որ օրինակ դուք տեսաք, որ այսպեսի պաստառ կարելի է անել, կարող եք հրահանգի մեջ ավելի լավ, ավելի կարճ ժամկետում հասկանալ ոնց ասեք, որ ինքը հենց ձեր ուզածը տա, էլի, այս մեծ առավելությունն է։ Այսպես, էս էլ էլի Արշակունյաց թագավորությունն ենք ուրիշ ձևով ներկայացնում։ Ահա, հաջորդիվ այս պաստառ պրեզենտացիան անցանք, հիմա AI-ը նաև թողում է մենք ինքնաստուգվող թեստեր կազմենք, այս էլ են շատ սիրում մեր ուսուցիչները, դուք կարող եք ստեղծել սա, էկրանին օրինակ այդ պահին միացնել, տեսեք, երբ պատասխանում ենք հարցին, օրինակ սա ճիշտ եմ պատասխանել, գրում է ճիշտ է, գրում է ինչու է ճիշտ, ենթադրենք այս մյուսը սխալ եմ պատասխանում, ինքը ասում է ինչու է դա սխալ, հետո ճիշտն է նշում ավտոմատ, ասում է ինչու է ճիշտ, եթե հնարավորություն ունեք էկրանով կամ համակարգչով ցույց տալու, երեխաները այսպես ոգևորվում են, էլի ավելի շատ, քան եթե մենք ենք անընդհատ խոսում, բառերով այդ ամեն ինչը ասում, կամ կարող եք հղումները իրենց ուղարկել ամենքը իրենց մոտ անեն դա ու տեսնեք ով ինչքան միավոր վաստակեց վերջում որ այսպես անում են ինքը միավորները տալիս է յուրաքանչյուրին նույնիսկ վերջում ասում է ինչ բարելավելու տեղեր ունես կամ կարող ես բացատրություն պահանջել որ ինքը ասի որ գրքում է դրա մասին գրված գնաք կարդաք եւ այլը բացի այս աշակերտների համար օգտագործելուց դուք սա կարող եք ձեզ համար օգտագործել երբ օրինակ պատրաստվում եք կամավոր ատեստավորմանը գրականությունը ներբեռնեք եւ այլը եւ այսպիսի թեստեր կազմեք, որպեսզի կարողանաք թեստերի վրա վարժվել։ Ահա, այս էլ անգլերենով պաստառն է Մեծն Գետսբի թեմայով։ Տեսնեմ պաստառների մասը անցանք, պրեզենտացիաները անցանք, մեզ դեռ մնում է նկարներ, տեսանյութեր, աուդիո, երգեր եւ 3D մոդելներ։ Հիմա ես անդրադառնամ, տեսնեմ զրուցարանում ինչ հարցեր ունենք, պատասխանեմ, որից հետո արդեն կշարունակեմ։ Ես այդ գործիքով վաղուց աշխատում եմ, սակայն ուղում եմ հմտություններ, ուզում եմ հմտություններս խորացնել, Անու ջան, շատ լավ է, որ օգտագործում եք, բայց ես կարող եմ ասել, որ շատ տարբերություններ կա, իհարկե նոթբուքը LM-ը նոր չի, բայց շատ բաներ կա, որ եթե ճիշտ հրահանգավորում եք
կիրառում, հենց դա է էլի կարևորը, որ հրահանգները, տրամաբանությունը ամեն ինչը ճիշտ իմանաք, եթե այդպես եք անում, մենք ուսուցիչներ ունենք, ովքեր էլի ասում էին, օգտագործում էին, բայց հետո երբ արդեն ճիշտ ձևով սկսեցին օգտագործել, լրիվ ուրիշ էֆեկտներ էին ստանում ու ես սիրում եմ այդ մինչև ու հետո էֆեկտները միշտ քննարկել, այնպես որ ուշ ժամի ա լինում մեր դասերը 7-ին, 8-ին, նայած որ խումբն ա։ Էսա հղումը մեր կայքի նորից ուղարկեմ, կարող եք ամենքը ձեր խումբը նայել։ Այստեղ տեսեք, մենք գրել ենք օրինակ հումանիտար խումբը մարտի 11-ից է սկսում, սեղմում եք տեսնել ավելին, ամեն ինչը բաց թափանցիկ գրած է։ Իմիջիայլոց, եթե Իդրամ Rocket Line-ից կարող եք օգտվել, վճարը կարող եք 3 ամսվա ընթացքում էլ վճարել, դրան առանձին կանդրադառնամ։ Այստեղ որ իջնեք, ամեն դասի համար գրած է լինելու, ինչ ենք սովորելու, ինչ ենք ստանալու, ինչ գործիքներ ենք ուսումնասիրելու։ Ահա, հետ գնա, նորից ուղարկեմ, դուք ամենքդ արդեն տեսեք ձերը որ խումբն ա, որ ժամն ա, ոնց ա ձեզ հարմար։ Հա, պրոմոկոդ կթողնենք, որպեսզի դուք, ովքեր եկել միացել են 230 հոգուց 50 հոգի միացել է, ու այս 50 հոգին կստանան պրոմոկոդ։ Ըհը։ Անվճար տարբերակով աշխատելու համար, հա, Կիմա ջան, ես այդ սկզբում դա էլ հատուկ շեշտեցի, այս ամեն ինչը, ինչի ես ձեզ ցույց եմ տալու, բացառապես արված է անվճար գործիքակազմով, հենց դա է լավը այս պատմության մեջ, որ պետք չի գնաք ինչ որ վճարումներ անեք, բայց ես նաև ձև կա ցույց կտամ, որ վճարովի տարբերակը այնտեղ նոթբուք էլ է մի Gemini-ի կարողանաք նաև մի ամիս օգտագործել 0 դրամով միայն փոքրիկ 8 վայրկյանանոց վիդեոներն ա, որ վճարովիով ա ստացվում, բայց դա զուտ սոցմեդիայի եւ այլնի համար այդ էական բաղադրիչ չի իմ կարծիքով ուսուցչի համար։ Լիքը բաներ կա, որ դրանք ավելի կարևոր է, ամենակարևորն է ու դրանք ստացվում է անվճար AI-ներով անել։ Ինչը որ ես ցույց եմ տալիս, անվճար AI-ներով են արել։ Ահա, Արմինե ջան, նորից հղումը տեղադրեցի։ Երրորդյա դասընթացի արդյունքում կարող ենք ծրագրին ծանոթանալ։ Նարինե ջան, երրորդյա դասի ընթացքում մենք հիմքն ենք ճիշտ դնում ճիշտ հրահանգներ գրելու սխեման, AI-ի հետ ճիշտ հաղորդակցվել, այդ բոլոր նյուանսներ, թեստ կազմել, պրեզենտացիա կազմել, դասի պլան, խնդիր լուծել AI-ով հիմնային, բազային մակարդակի համար դա ուսումնասիրում ենք։ Առանց այդ գիտելիքների դժվար է լինում մեկամսյային մասնակցելը կամ ավելի կարող է ուշ ստացվի ձեզ մոտ։ Դրա համար շատ կարևոր է, ես միշտ շեշտում եմ, ինքը սիմվոլիկ արժեք է, բայց այն օգտակարությունը, որը տալիս է ձեզ շատ ամուր հիմք է լինելու, որ մեկ ամսյայի ընթացքում ավելի արագ այս ինտերակտիվ նյութերը սարքեք։ Դրա համար մեկ ամսյային կարող եք միանալ հիմքերը լավ հասկանալ, տեսական նյութերը ոնց ենք սարքում, որ ինտերակտիվը սարքելուց ավելի արագ, ավելի որակով անեք։ Մենք ուսուցիչներ ենք ունեցել, որ ասել են ես AI գիտեմ, տիրապետում եմ, չեմ ուզում միանգամից մեկ ամսյային եմ ուզում, չենք պարտադրում։ Դուք իհարկե դա կարող եք անել, բայց ես դեպքեր եմ ունեցել, որ այդպես են ասել, բայց հետո բարձվելա, որ չէ, ամեն դեպքում օգտագործում են, բայց ճիշտ սխեմայով չեն կարողանում հրահանգրել եւ այլը։ Դրա համար կարող եք գրանցվել երրորդյային, եթե նույնիսկ չեք կարողանում մասնակցել, տեսաձայնագրությունները ձեզ մոտ կունենաք, ցանկացած պահի, որ տեսակ, ինչ որ բանի կարիք ունեք, դժվարանում եք, կարող եք գնալ դրանք էլ նայել։ Անպայման տեսաձայնագրությունները տալիս ենք, հավաստագիր էլ տալիս ենք, որտեղ նշվում է, որ մեկ ամսյա դասի եք մասնակցել։ Հա, ուզում եմ ճիշտ անել։ Անուշ ջան, ճիշտ եք ուզում։ Լավ բան եք ուզում։ Հա, ա, օրվա դասի հա, հիմա չէ, Անժելա ջան, օրվա դասի պլաններ, բայց բանի մասին, այդ մեկ ամսյայի ընթացքում, երրորդյայի ընթացքում ենք դրան շատ անդրադառնում, հիմքերը դուք հասկանում եք երրորդյայի ընթացքում, դասի պլան, թեստ եւ այլը ոնց կազմեք, ընդհանուր այդ գաղափարախոսությունը, հա, լավ հասկանում եք AI-ի, հետո երբ գալիս ենք մեկ ամսյա, որպեսզի մաքսիմալ արդյունավետ լինի, կրկնություն բան չլինի, ես այնտեղ ուղղակի ավելի խորացված հրահանգներ եմ ձեզ տալիս, մի հրահանգը կարող է մի երկու էջ լինի։ Դուք արդեն սկզբունքը երրորդյայից գիտեք, ուղղակի այս հրահանգը իմ կողմից պատրաստված ձեզ եմ տալիս, որ հեշտ լինի, դուք արդեն իմանում եք այնտեղ որտեղ ինչ պետքա լրացնեք ու մեկ ամսյայի ընթացքում արագ ավելի որակով ձեր նյութերը կարողանում եք
սարքել ու ուրիշ նոթբուք LM-ով էլի ոչ թե ուրիշ բանով ChatGPT-ով կամ ուրիշ AI-ով պրոմո կոդը վերջում անպայման թողնելու եմ միացեք երրորդյային ովքեր առաջին անգամ են ես դա եմ խորհուրդ տալիս հետո արդեն կմիանաք մեկ ամսյային բայց նաև նշեմ որ մեկ ամսյայի տեղերը շատ արագ են սպառվում առաջ հունվարին որ հայտարարեցինք խմբեր կային մի քանի օր հետո արդեն տեղ չկար այն ժամանակ նույնիսկ այսպիսի հանդիպումներ չէինք ունեցել մարդիկ չգիտեին ինչ են սովորելու եթե կողմնորոշվեք արդեն կարող եք գրանցվել որպեսզի ձեր տեղը ապահովեք կամ կարող եք սպասել ամսի 6-ին որ ավարտվեք եթե տեղ լինի այն ժամանակ արդեն այն ժամանակ գրանցվել հիմա եկեք անցնենք առաջ իմ ամենասիրելի մասերն եմ ցույց տալիս 3D մոդելները ինչպես պետք է պատրաստել Այս մեր Քրիստինեի սարքածն է, սա հիշում եմ, անգլերենի դասին կամ պարտադիր չի անգլերեն լինի, եթե ինքը որոշել է, որ ժամը, քանի որ անգլերենով դժվարանում են, ժամը սովորեցնելու համար այսպիսի մոդել է սարքել, ընդ որում տեսեք կիսում է արել, որտեվ անգլերենում էլ տարբեր ձևով ենք ասում, միջև կես, կեսից հետո, ու այստեղից մենք կարող ենք դասի ժամանակ օրինակ կամ ուղարկել աշակերտներին իրենք նայեն, ժամը փոխենք րոպեն ամեն ինչը հա փոխենք ու ինքը այստեղ փոխվում է show answer սեղմում ենք սրա վրա ու ինքը ավտոմատ գրում է ցույց է տալիս ու պլյուս գրում է թե անգլերենով ոնց պետք է այդ ժամը ասենք Կրիստինե ջան հա լսում եմ ձեզ ձեր նյութն եմ չէ ցույց տալիս ճիշտ եմ հիշում հա միկրոֆոնները անջատել եմ մի րոպե միացնեմ լսում եմ Կրիստինե ջան Այո, իմ նյութն եք ցույց տալիս եւ ասեմ, որ ես սա փորձարկել եմ արդեն դասարանում, հատկապես անգլերեն դասավանդող ուսուցիչները գիտեն, որ բրիտանական անգլերենով այդ փաստն ու թուն շատ դժվար են երեխեքը ընկալում եւ այս միջոցով ես կարողացա 6-րդ, 7-րդ դասարանի աշակերտների հետ էի աշխատում, իրանց գոնե դա անցնում են 4-րդ, 4-րդ, 5-րդ դասարանում, արդեն չեմ հիշում, բայց սա ոնց որ ավելի տպավորիչ էր ու երեխեքը կարողացան ինքնուրույն արեցին, իրանք մոտեցան համակարգչին, իրանք արեցին, մեկը մյուսին բրդեց ասեց, չէ դու սխալ ես անում, տես այստեղ պիտի դու quarter-ը լինի, այդ quarter-ը չեն պատկերացնում, այդ 15 պակաս, անց 15 պակաս, մի խոսքով ինքը շատ լավն է, կարող եք հանգիստ կիսել ցանկացած ուսուցիչ, եթե կցանկանա, որտեվ սրա 3D մոդելն էլ եմ սարքել, դա էլ կուղարկեմ ձեզ, Մարիանա ջան, կիսեք, թող օգտագործեք, որովհետև իրոք շատ է օգնում։ Ես հիմա գրեթե գրատախտակի վրա ոչինչ չեմ բացատրում, միայն սենց պրեզենտացիաներով, 3D մոդելներով, որպեսզի երեխեքին ավելի հետաքրքիր լինի։ Ոնց է կարողանում եք ներգրավել իրենց Բա ամբողջ ճիշտ է հոշոտում են դասի ընթացքում քեզ, բայց դա ամբողջ ժամանակ իրանք զբաղված են կրթական process-ի մեջ են։ Հա, այն որ Ամենայն դեպս իրանք կրթական չեն հասկանում, իրանք շատ մեծ տպավորությամբ բան են անում, աշխատում են երեխեքը, հատկապես փոքր տարիք երեխեքին շատ հարմար է, որտեվ երբ որ դու գրատախտակ ու կավիճ ու բան ես օգտագործում կամ թեկուզ whiteboard է, մարկեր ես օգտագործում, մեկը իրանց համար շատ դա ավելի ծանր է ու ավելի դժվար է։ Քանց թե այսպես ինտերակտիվ խաղերով, ինտերակտիվ ձևով, էլի, հատկապես այս ժամերը, որ ինձ փրկություն էր, իսկ առաջ ես տառապում, մինչև որ սովորացնում էի։ Շատ լավ է, դուք ընդամենը փետրվարի կեսերին ավարտեցիք դասընթացը, իրոք ուրախ եմ, որ ասում եք համարյա լրիվությամբ այդ ձևերով եք առաջ շատ Իմ թերականությունները, բառապաշարը, միայն արդեն ստեղծում եմ AI-ով, բառապաշարի հետ աշխատանքը, ընդեղ անգլերենի 10-րդ դասարանցիներին կենդանիների մարմնի մասերը բարդ են, 10-րդ դասարանի աշակերտներին կենդանիների մարմնի մասեր սովորեցնելը բարդ է։ Ես դա notebook LM-ի բանով ստեղծել եմ։
Եվ կենթանիներին, եւ նրանց պրեզենտացիա եմ ստեղծել, հետո վիդեո եմ սարքել, իրանք այդ վիդեոյով, ճիշտ է, կարճ էր վիդեոն նայել են, ավելի բառապաշարը տենց ավելի տպավորվեց իրանց մեջ, եթե ես, քանց թե ես սենց բառեր ասեի ու անցնեի առաջ։ Ահա, միանշանակ։ Շատ լավ, հա, շատ Ես շնորհակալ։ կարամ կիսեմ նաև նոթբուք ելեմով իմ բոլոր դասապլաններն եմ Հա, սարքում, անպայման։ բոլոր անգամ, հա, կասեմ, եթե կարիք լինի կկիսվեմ, Հա, շատ շնորհակալ լավ, եմ։ շնորհակալություն Կրիստինե ջան, շատ շնորհակալ եմ, որ ձեր փորձով կիսվեցիք։ Դուք ձեր Telegram-ի խումբը միշտ ակտիվ է, այնտեղ կարող եք կիսվել, եթե ուզում եք, մենք կհավաքագրենք ամբողջը եւ նորից հետ արդեն ծրագրի մեջ դրված ձեր խմբին էլ կուղարկենք, հետո էլ արդեն ովքեր մեկ ամսյա դասին կմիանան, այդ բոլոր նյութերը իրենց էլ կփոխանցենք, իրենց ստեղծած նյութերն էլ ձեզ կփոխանցենք, որպեսզի փոխ շահավետ իրար օգնեք։ Շնորհակալ։ Սիրով, Ահա, ընդ որում, հա, արդեն տարիքից կախված լրիվ տարբեր ոճերով կարող եք անել ավելի փոքր տարիքայինները երեխաներին, փոքր ավելի հարիր, մեծերի համարը լրիվ ուրիշ ձև, որտեղ մեծերին էլ է շատ շատ դժվար ներգրավելը, իրենք լրիվ տեխնոլոգիաներին տրված են, այսա խաղեր ցույց կտամ, այդ խաղերի միջոցով կարող եք լրիվ մեծերին էլ հետ բերել դասարան։ Այսպես, հիմա գնացինք, առաջ շարժվենք։ Ժորջա, որ լեզվով էլ որ դուք տեսնեք, դա կապ չունի։ Դուք միշտ իմացեք, որ նույնը կարող եք հայերենով անել, նույնը կարող եք պատմության համար անել։ Իմացեք, որ օրինակ դուք պետք է այստեղից վերցնեք, որ հա, փաստորեն հնարավոր է on-line մեջը այս ծրագրի ժամ դնել, ժամ փոխել ու կողքը ինչ որ բան բացատրել դրա հիման վրա, կսեղմել ինքը պատասխանի։ Այս ֆունկցիոնալությունները մենք պետքա մեծ հետ վերցնենք, էլի կապ չունի, որ ձեր առարկան չի լինում, այդպես մի անտեսեք, որովհետև այդ գաղափարները շատ կարևոր է։ Այս էլ ռուսերենի մասով է օրինակ, մեր ուսուցչուհին ինձ թվում է բառապաշարի, հա, բանը, օրինակ, այստեղ պրոդուկտներ է տված, ասում ենք որն է որ էներգիա է ուժա տալիս, որն է որ վտանգավոր է, ու օրինակ սեղմենք խնձոր ինքը թռավ գնաց այստեղ ձուկը եւ այլ օրինակ fast food, chips ինչքան հետաքրքիր ձև է էլի այդ երեխաները սիրում են այդ թռվռացող բաները ու այստեղ այս մասնա ձեր լրիվ կարող է քերականություն եք օրինակ բացատրում պիտի հոմանիշները բերեն այստեղ, հականիշները բերեն այստեղ, սրա տեղը կարող էր ծառ լինել, կարող էր զամբյուղ լինել, ոնց դուք պատկերացնում եք։ Ու այսպես արդեն իրենք էլ կարող են, ոնց Կրիստինեն ասալ, գան անեն կամ մեկը գա հերթով գան այսպես սեղմեն, այդ էֆեկտը, որ իրենք տեսնում են, որ ավտոմատ գնում է, դա իրենց լեզուն է, էլի իրենք սիրում են դա։ Այս մեկը օրինակ web edge է, դրանք այդ 3D մոդել սիմուլյացիա web edge եւ այլը, դրանք բոլորը տարբեր բաներ են։ Այս մեկը դետեկտոր է, ինքը տեսեք գախնի կոդեր է ինչ որ, Ե կոդեր է, հա, վիտամիններն է ինձ թվում է այստեղ բացատրում, օրինակ, որոնք են օգտակար, էլի որ վիտամիններն է, որ չարաշահել եւ որոնք են, որ նեյտրալ են, այստեղ լաբորատորիա կարող ենք ստեղծել, տեսեք այսպիսի ինչ որ կոճակներ, որ սեղմեք, ակտիվանա, բացվի եւ այլը, լրիվ ազատ կարող եք անել, դրան հետո կանդրադառնանք, այսպիսի բուրգեր կարող եք ստեղծել, այդ պահին տեսեք, սեղմեցի, առողջության պիրամիդն է, այդ ինքը ավտոմատ գեներացնում է, նկարնել, տակի մասում էլ ինչ որ բաներ է գրում։ Այս գաղափարը դուք ցանկացած ձևով, նույնիսկ կապ չունի, էլի գրականություն եք բացատրում, քերականություն, թե ինչ որ հետաքրքիր նյութ, դուք իմացեք, որ կարող եք սա օգտագործել։ Այս մեկը էսեի լաբորատորիան էր, մեր ուսուցիչներից մեկն էր պատրաստել Այստեղ տարբեր թեմաներ կա գրած, օրինակ նռնենիներ, թմկաբերդի առում եւ այլը, եւ ինքը օրինակ հարցադրում թեզը ինչ պետքա լինի, հետո փաստը ինչ պետքա լինի եւ այլ, էլի էսեի կառուցվածքով, այստեղ օրինակ աշակերտը կարող է գրի, հետո հաջորդին անցնելով գնա վերջում կամ այստեղ ուղեցույց կա, կարդա, հետո անի, այստեղ պլյուսիկով մենք կարող ենք նոր թեմաներ ավելացնել, դրա շուրջ անել, հետո AI-ը ստուգի իր կարծիքը ասի եւ այլ, որ այսպես զբաղվում են, իրենց համար ավելի տեսանելի է լինում։ Այս մեկը օրինակ անգլերենի մասով է էլի, բայց պատմություն հայերեն, ինչ ուզենա կարող եք անել։ Իմաստը որն է, որ խաղ է ստեղծվել,
ինչ որ բաներ սովորեցնելու համար ու այդ սովորեցնելու ընթացքում, եթե ճիշտ պատասխանեցին հարցերին, այս փոքրիկ մարդուկը, որը այստեղ է գտնվում, գերաններով կկարողանա տեղափոխվի գանձը գտնի, գանձը բացի։ Դե պատկերացրեք երեխաներ են, որ իրենք սիրում են սեղմ ենք ճիշտ լինի, գնանք հասնենք վերջնակետին, էլ այդ իրենց խաղային ձևերը։ Այստեղ անգլերենի օրինակ բառեր կարող ենք ընտրել կամ AI-ին կարող ենք ասել ինքը նոր թեմա լրիվ մեզ տա կոնկրետ որ բառապաշարն ենք ուզում, որ այստեղ խաղի ընթացքում լինի, այսինքն այս նոր խաղ կարող եք ամեն անգամ լրիվ նորը ստեղծել առանց զրոյից այդ մոդելը ստեղծելու եւ բարդությունն ենք ընտրում։ Ահա, տեսեք օրինակ այստեղ սեղմում ենք վրան last week, ահա Պետքա սեղմենք, ճիշտ սեղմեցինք, տեսակ այս մարդուկը եկավ այստեղ, հետո երկրորդը, ենթադրենք սխալ պատասխանենք օրինակ, տեսեք սխալ են պատասխանում, ասում է սխալ է, կարող ենք հարցնել AI-ին, թե ինչու, այսպեսի կոճակետ կա, սեղմենք AI-ը կբացատրի, հետո պետքա իրենք հասկանան, թող բացատրություն իմանան, թող մտածեն, եթե ճիշտ պատասխանեցին, AI-ը ոնց որ էլի առաջ կգնան, ահա Okay, տեսեք ոնց է ինքը առաջ գնում։ Վերջում մի հատ էլ որ ճիշտ պատասխանեցինք, Ահա, մենք արդեն կգնանք կհասնենք գանձերին, տեսեք ոնց է ուրախացել, վերջում էլ ցույց է տալիս ճիշտ ու սխալ պատասխանները ու կարող ենք սեղմել նորից եւ ասել կոնկրետ, օրինակ այս մեկը կարող ենք հոմանիշներ սովորեցնել, կարող ենք մեր ուզած թեման, կենթանի ժամ եւ այլ ու խաղը հենց այդ ամեն անգամ նույն խաղը տարբեր թեմաներով ստեղծել, տալ երեխաներին նույնիսկ իրենք առանձին այդպես տանել, եթե ուզենան, սովորեն։ Կարևորը որ խաղալով սովորում են իրենք։ Դե հիմա աշխարհը դրան է, չէ, գնում խաղային ուսուցման, ինտերակտիվ ուսուցման, անհատականացված, տարբերակված ուսուցման, AI այդ հնարավորությունները տալիս է։ Էս էլ է անգլերենի մասով, բայց ինչը որ դուք տեսնում եք, նույնը հայերենի մասով կարող եք կիրառել։ Էսա հայերենի մասով էլ լիքը բաներ ցույց կտամ։ Էս էլ երբ հարցական բառերն ենք ուզում սովորեցնենք, այսպես Էսա ինքը խոսելու էլ է, այս մոդելները Where are we going? Find the place behind the blue door. Ահա, այսպես ինքը հարցեր է տալիս մեզ, մենք ընտրում ենք, եթե չենք իմանում, կարող ենք հարցնել, բացատրություն պահանջել եւ այլը, ու ամեն լեզվով կարող եք անել։ Ինքը հայերենով էլ է շատ լավ անում։ These clues are like a little map showing us exactly which door to peek behind. Այսպես ինքը մեզ բացատրում է, վերջում կարող եք ասել, որ մեր սխալները վերլուծի տեսնենք ինչն ենք ճիշտ արել, ինչն ենք սխալ արել։ Հաջորդը մենք ունենք իրավունքների մասին, ինչ որ Oh, hello there, Junior Detective. Sparkle here, ready for a little brain tickler. On a sunny Փակենք չխոսի։ Այստեղ մարդու իրավունքների մասին է, ինձ թվում է սա մարտի 9-ի թեմատիկայով է ստեղծվել երևի։ Տեսեք, էս էլ web edge է կոչվում։ Ինչու web edge, որտեղ վերևի հատվածում ներածություն, պատմություն, Հայաստան, քվեարկություն, տեսեք ոնց է էլի տարբեր edge-երի տեսքով գնում ու դուք կարող եք այսպես սկսել ճամփորդությունը, տեսնենք ինչեր է տեղի ունեցել։ Օրինակ պատմում է, հա, մարդու կանանց իրավունքների մասին, սեղմում ենք այստեղ ներքևի հատվածում ինչ որ բացատրություն է տալիս։ Այստեղ կարող էր նկար գեներացվել, ձայն գեներացվել, որը որ պատկերացնում եք։ Ես համոզված եմ, մեր բոլոր ուսուցիչները առաջին փորձարկումներից հետո արդեն իսկ ակտիվացրել են իրենց մոդելները, ուղղակի մենք այն առաջնայինը, որը ես նայել ստուգել եմ, դրանք ենք մեզ մոտ պահել։ Այսպես տեսեք ինչնում ենք, ձեր ուզած ձևով արդեն ոնց պրեզենտացիան կստեղծեիք, այսպես էլ ստեղծում եք ձեր նյութերը, բայց սրանք ի տարբերություն պրեզենտացիաների լաբորատորիա լինի, լաբիրինթոս լինի, խաչբար լինի, ինչ ուզում ա լինի, շատ ինտերակտիվ է։ Այդ պահին սեղմում եք վրան, AI-ը խոսում է, նկար է ստեղծում, AI-ը ձեզ պատասխանում է, տեղ ա լինում AI-ին հարց ենք տալիս եւ այլը։ Տեսեք, օրինակ, այս մեկը իրավական լաբիրինթոս է սարքել մեր ուսուցիչը դպրոց, սպորտ, ապագա թեմաներով ու իրավիճակային բաներ է ներկայացնում։ Մենք պետք է ասենք դա օրինական է, թե չէ։ Սեղմում ենք օրինականը, AI-ը վերալուծում մեր պատասխանը։ Այս իրավունքների մասով է, ձերը կարող է ինչի մասով ուզում եք կարող եք անել
որպեսզի զուտ հետաքրքիր լինի։ Տեսնում եք, ասում է, որ սխալ է, բացատրում է ինչու է սխալ, ու այս ամեն ինչը մաքուր սիրուն հայերենով։ Ժորժ ջան, այս բաները ինչու է հետաքրքիր, որովհետև նախ երեխաների լեզվով է, երկրորդն էլ աշակերտները մեզ միշտ շատ են տեսնում, մենք հիմնական խոսում ենք, լավ, ինչ որ բաներ ենք ցույց տալիս, բայց մեր դեմքը, մեր ձայնը հոգնում են։ Դրա համար, երբ այսպիսի նյութերով եք անում, դա արդեն ոգևորություն է իրենց պատճառում, չեն ձանձրանում։ Այս մեկն էլ, որ տեղադրեցի, որ իմանաք, որ միայն ինչ որ թեստեր, կնոպկաներ չի, եթե օտար լեզուներ, հայոց լեզու եւ այլը կամ թեկուզ պատմությունը այնտեղ պետքա ինչ որ բան լրացնել, այս տիպի առաջադրանքներն էլ կարող եք անել, ընդ որում այնքան է արդեն հեշտ լինում ձեզ համար անելը, որ կարող եք այս մեր ուսուցիչը անհատականացված անհատական պարապում է իսպաներեն ու Կոստյան օրինակ իր ուսանողներից մեկն է, ինքը այսպես է անում, ամեն անգամ փոխում է անունը, որ ու այդ երեխան չեք պատկերացնի, ինքը չէր ուզում պարապել, ստիպում էին ծնողները, բայց երբ սկսեց այս միջոցառումները կիրառել, իր անունը, իր նախասիրությունները հարցրեցինք տեքստի մեջ, էդ է գրում եւ այլն, ինքը այնքան է ոգևորվում, հիմա էլ չի ուզում բանանի, ասում է, ես ուզում եմ պարապեմ, կոմիքսներ է սարքում իր հետաքրքրություններին համաձայն, մի խոսքով, այս շատ է օգնում էլի անհատականացնել։ Հիմա Այստեղ որ գրում ենք, ինքը կարող է գրի կամ թեկուզ դուք իրենք ասեն դուք գրեք այսպես եւ եթե վերջում սեղմեք, ինքը ավտոմատ կլրացվի, այստեղ կգրվի որն էր ճիշտ, որն եք սխալ պատասխանել ու իրականում ճիշտ պատասխանը որն է։ Եթե դուք թեկուզ անգլերենի մասով ինտերնետում շատ նյութեր կա, չէ, տարբեր այսպես թեմաներից, բայց դա ընդհանրական է, կարող է դրանք արդեն օգտագործել եք կամ կոնկրետ ձեր դասագրքին չեն հարիր, կամ ուզում եք հայերենով ստեղծել, հայերենով այսպիսի բաներ չկա, դուք անհատականացված ձեր ամեն ենթաթեմայի կարող եք նույնիսկ բառերը տալ, որ կոնկրետ այսինչ բառերը օգտագործվի ու ինքը արդեն ձեզ համար դա կանի, այս պարագայում մեր ուսուցիչը բացիկ էր պատրաստել իր թորան համար, այստեղ բարեմաղթանքներ ենք նշում, կարող եք օրինակ, եթե դասարանական այսպիսի առիթ կա, սրա համար էլ լավ, ինչու չէ, ընտրում ենք այստեղ ինչեր ենք իրեն մաղթում, մանրամասնություններ ենք մի քիչ ավելացնում, ընդ որում նկար ներբեռնելու տեղ էլ կա, ձայն էլ կա, կարող եք իր նկարն էլ այստեղ ներբեռնել եւ այլը ու վերջում արդեն երբ մաղթանքը տեսնեք, այստեղ գրեց մաղթանքները, վերջում իր նկարով, իր անունով արդեն մաղթանք կլինի, կարող եք ուղարկել իրեն։ Այստեղ հաջորդիվ մեր հոլովների լաբորատորիան է, որ կարող ենք հոլովները բացատրել, անիվի տեսքով է տրված հոլովները, օրինակ վրան սեղմեցինք, ուղղական, սեռական, տրական, տեսեք ինքը բացատրում է։ Ինչա դա օրինակ է բերում, ընդ որում այս շատ նախնական է, դուք ինչքան ուզում եք կարող եք երկար դնել բացատրությունը, օրինակները շատ, ինչքան ուզում եք կարող եք թռվռացող էֆեկտներ դնել եւ այլը եւ այլը։ Հայցական հոլով, ուղիղ խանջիր։ Այս բայց լավ չէր խոսել, ձայնի վրա պետք է աշխատել այս մոդելում։ Հաջորդիվ մենք ունենք էլի խաղ, ժողովրդի աշակերտների լեզվով, օրինակ այստեղ լեռներ եւ այլը, ինչ հա տեղի ունենում, մեզ հարցը ինքը գրում է ներքևում, կարող է ձեզ մոտ այս պահին չերևա, որովհետև լրիվ է բացած, տեսեք, օրինակ, որ ահա, այստեղ ասում է օրինակ այս բայի անցյալը որն է կամ այս բառի հոմանիշը որն է, ու այս մենք որպես նետաձիգ, այսպես, եթե ճիշտ բառի վրա ենք սեղմում նետը, մեզ միավոր է տալիս, եթե չէ, կյանքը սպառվում է ու արդեն խաղը ավարտվում է։ Այս այն խաղերն է, որոնք նմանատիպ խաղեր ստեղծում են միլիոնավոր դրամներ ծախսելով, տարբեր հավելվածներ, որ երեխաները ամբողջ օրը մեջը լինեն խաղան, բայց անիմաստ ոչինչ չսովորելով, դուք հիմա ծրագրավորող չլինելով կարող եք այսպիսի խաղեր ստեղծել, որտեղ երեխան առաջ գնալու համար պիտի պատասխանի ճիշտ, ու այդ ճիշտ պատասխանելով կամ պիտի ինչ-որ բան սովորի, այդ արդյունքում ինքը ոնց մեր ուսուցիչը նշեց չի հասկանում, որ սովորում է, իմանում է թե իր սիրած խաղերն է խաղում, բայց իրականում ինքը շատ բան սովորում է։ Հաջորդիվ մեր խաչբառն է, Կրիստինե ջան, դուք էլ եք, եթե չեմ հիշում, չէ, դուք չէիք, ուրիշ Կրիստինե։ Հայերենով էլ շատ հիանալի խաչբառ ունենք, բայց կարծես այդ չեմ բացել։
Լավ, տարբերություն չկա։ Այստեղ որ լեզվով ռուսերեն, անգլերեն, գերմաներեն, թե հայերեն, խաչբառ ենք մենք սարքում էլի AI-ով, ցանկացած թեմայով եւ երբ այսպես պատասխանները գրում ենք, օրինակ աշակերտները ասում են պատասխանները գրում ենք, վերջում կոճակ կա, որ ստուգում ենք, ինքը ասում եմ մենք ճիշտ ենք արել, թե չէ, ընդ որում կարող ենք այնպես անել, որ հարցերը, այստեղ որ գրած էր, հարցերը միաժամանակ նաև բանավոր արտասանվեն, հայերենով էլի սիրուն արտասանվում է։ Այս տիպի խաչբառներն էլ է շատ ինտերակտիվություն մտցնում, ընդ որում կարող եք այնպես անել, որ օրինակ խաչբառերը լրացնելուց ինչ որ գրողի անուն լինի կամ ինչ որ թեմա այստեղ բացվի, որ ավելի հետաքրքիր, ավելի ոգևորված ձևով անեն։ Ընդ որում այդ հարցերը ամեն ինչը դուք եք էլի ընտրում, բայց դա ժամանակ չի տևում ձեզանից շատ, երբ արդեն սովորում եք, ձևը իմանում եք, իհարկե, ինչպես աշակերտներն են շատ անհատական, այնպես էլ ուսուցիչների մոտ է ամեն ինչը անհատական, բայց եթե դուք ժամանակ եք հատկացնում, ուշադրություն եք դարձնում բացատրածին, նյուանսներին, այսպես մտքերի գեներացում եք անում AI-ի հետ եւ այլը, շատ լավ ստացվում է արագ կերպով այսպիսի ինտերակտիվ նյութեր պատրաստել։ Էս էլ այլի խաղի ձևով հոդերն ենք մենք բացատրում, պետք է նշենք, եթե ճիշտ Stop and think. Հա։ Name something in your house that starts with a vowel. A, E, I, O, U. Տեսեք, սխալ են պատասխանել, ասում եմ կանգնիր մտածիր, ինչ որ բան ես տեսնում քո տանը, որ սրանով է սկսում եւ այլը եւ այլը։ Ու այսպես կարող ենք այստեղ ասել, այս տնակները թե սնկերա շարժվեն։ Stop and think. Name something in your house that starts with a vowel. Երբ A, առանց I, O, U. ինտերակտիվ նյութերի ենք մենք ուղակի հոլով ենք սովորեցնում, թե հոդ ենք սովորեցնում, թե խոնարհում ենք սովորեցնում, շատ ձանձրալի է երեխաների համար ու չի տպավորվում դա իրենց մեջ, զուտ անգիր են անում, բայց երբ այս ձևերով են խաղային իրենք անում, իրենք սովորում են։ Այսպես, էս էլ է, էլի հոլովներին է վերաբերում, մի քիչ ավելի զարգացած տարբերակն է կարծում եմ, քան նախորդն է, տեսեք, էլի սեղմում ենք ամեն հոլովի մասով ինքը բացատրում է, որ հարցերին է պատասխանում, օրինակն է ավտոմատ գրում, ինչ որ հուշում է տալիս, ասում է, եթե այս վերջավորությամբ է ավարտվում եւ այլը, քերականական այսպիսի լաբորատորիա կա, Եվ վերջում էլ ինքնաստուգվող թեստ կա, որ մենք կարող ենք այսպես պատասխանել հարցերին ու ինքը նշի ճիշտ է, թե սխալ է։ Այս մեկը էլի անգլերենի մասով է։ Եկեք զուտ տեսեք ինքը ինչ ֆունկցիոնալություն, նկարները, ձեր ուզած կերպարները, որոնք հեքիաթային երեխաները սիրում են կամ կոմիքսները, դուք կարող եք այսպես դնել, ձեր դասերը բացատրել, ընդ որում այս կոնկրետ այստեղ կոճակներ կա, եթե օրինակ այս ուզում ենք իդիոմներն կարծեմ սովորեցնենք, սեղմում ենք deep dive, ինքը սկսում է մանրամասն բացատրել, երբ արդեն ուզում ենք այդ թեմայով թեստ անենք, սեղմում ենք ու ինքը բացվում է եւ սկսում է մեզ հարցեր տալիս, պետքա այդ հստակ ժամանակում թեստը կարողանանք անցնել։ Մենք նաև սովորում ենք տեսանյութեր ստեղծելը, այն 8 վայրկյանանոց տեսանյութերը, որ ասում էի, այդ է միայն սա է, որ վճարովիով պետքա օգտագործեք, բայց ես այդ ձևն էլ եմ ցույց տալիս, մի ամիս ոնց ծրոդրամով վճարովին ակտիվացնեք ու կարողանաք խոսող պատկերներ։ Հա, բայց ինտերնետը էլի չեմ կարողանալու, նախորդ անգամ էլ չի ստացվել։ Zoom-ով միացել եք, այսքան բան բացված է, ինքը չի խոսում։ Մեր Facebook-ում տեսած կլինեք high-end learning-ի, եթե չեք տեսել, կարող եք գնալ, կայքում էլ կա Facebook-ի էջը։ Մենք շատ օրինակներ ենք այսպես տեղադրել, Թումանյանն է խոսում, Սևակը եւ այլը, այն մեր ուսուցիչների կատարած աշխատանքներն է վերցրել, տեղադրել ենք, բայց այսպիսի վիդեոները ոնց որ միայն մի մասն է, հիմնականում իմ կարծիքով ավելի լավ է, ավելի ճիշտ է ուսուցողական տեսանյութերի ստեղծումը, որոնք մենք էլի սովորում ենք անել։ Տեսեք, օրինակ, դուք կարող եք որևէ թեմա տալ, ձեր դասագրքային լինի, թե դասագրքային չլինի, որը կարող եք բացատրել, որը պետք է բացատրեք երեխաներին ու իր միջոցով մինչև 10 րոպեանոց կամ գուցե ավելի երկար վիդեո կարող եք պատրաստել, որտեղ թեման բացատրվում է։ Եկեք օրինակ մի հատը բացեմ, տեսեք ոնց է ինքը անում։ Առաջ այսպիսի վիդեոներ ստեղծելու համար մենք պետք է դիզայների վարձեինք կամ նկարահանում անեինք, մոնտաժ եւ այլ, բավականին ժամանակատար ֆինանսատար աշխատանք է, բայց դուք սա հիմա
ինքներդ անվճար կարող եք անել։ Իմի ամբողջ ազգը։ Գիտեք, սա ուղակի գեղեցիկ մեջբերում չի, որ դնես սոցցանցերում։ Սա Ռաֆու կյանքի կարգախոսն էր, նրա ամբողջ էությունը, նրա համար գրականությունը պատկերացրեք զուտ զբաղմունք կամ զվարճանք չէր, ոչ, այն ազգային փրկության իրական գործիք էր, զենք էր, որով նա պայքարում էր անտարբերության ու հուսահատության դեմ։ Դեկեք ծանոթանանք հենց իր հետ, այս խոսքերի հեղինակով մի ամբողջ սերնդի։ Այսպես Սրեցին նրա գրիպ։ տարբեր, տեսեք։ Նա ստիպված է Ընդ վայրում որում, ու քաղաքներում։ ընդ որում այս ոճը դուք եք ընտրում ինքը ինչ ձևի նկարներ դինի, այսպես ավելի հնաոճ նկարներ լինի, թե ավելի պոզիտիվ ինչ որ բաներ լինի, ոճը ամեն ինչը դուք եք ուղղորդում, նույնիսկ տեքստը ինչ խոսի կարող եք ինչ որ չափով էլի ուղղորդել։ Այս էլ պատմության մասով է, պետականություն առանց պետության։ Երբևէ մտածել եք ինչպես կարող է մի ամբողջ ազգ գոյատևել առանց պետության, այն էլ ոչ թե մի քանի տարի, այլ դարեր շարունակ։ Սա ուղղակի պատմություն չէ, սա մի նաև հայկական ամեն ինչ։ Տեսեք, այսպես Կարգուկան դողմերը, որոնք ունեին իրենց հողերը, իրենց զորքերը։ Իրական ռազմական ուժը, հեծելազորը մնում էր հայ նախարարների կրթիր օրենք, որն Այսպես չանդրադառնանք, դուք էլի ցանկացած դասի, ցանկացած առարկայի շրջանակում կարող եք այսպիսի նյութեր սարքել, ու գիտեք, արհեստական բանականությունը երբ շատ է զարգանում ու աշակերտներն էլ են օգտագործում, այն էլ ոչ ճիշտ, տնայինները ոնց որ մեր հայոց լեզվի ուսուցիչներն են ասում, բերում են, տեսնում ես ամբողջը նույն շարադրությունն է գրած, նույն AI-ով արած, այդ արդեն լուրջ մարտահրավեր է, եւ իմ կարծիքով լուծումը երկու կետում կարող է լինի, առաջինը, որ ուսուցիչները այդ առումով շատ ինքնակրթվեն, AI գործիքներին տիրապետեն, որ նախ մի քանի քայլ առաջ լինեն, կարողանան հետաքրքիր նյութերով իրենց զբաղեցնել, բերել դասի, երկրորդ, որ իրենք իմանան ու հասկանան ոնց պետքա ուղղորդեն աշակերտներին, որ AI-ը սխալ չօգտագործեն, արտադրության գործիք չդիտարկեն, ու բացի դրանից կրթության ամբողջ ձևն է, հա, համակարգն է փոխվում։ Այսպես տնային արտագրել բերելով ոչ միտեղ չենք հասնի։ Դրա համար օրինակ արտասահմանում շատ տեղերում արդեն հակառակն են անում։ Օրինակ այսպիսի ինչ որ տեսանյութ, աուդիո եւ այլը ստեղծում են, ուղարկում են երեխաները ուսուցողական վիդեոներով, նյութերով իրենք նոր թեման տանը նայում սովորում են, գալիս են դասին, քննարկումներ են անում, բանավեճ են անում, դասին են ինչ որ շարադրություն լինի, թե խմբային աշխատանք լինի, անում, որպեսզի քննադատական մտածողություն, վերլուծություն ստուգեն ու զարգացնեն, էլի փոխվում է լրիվության մոդելը։ Դրա համար համ վտանգավոր է շատ էս AI-ի բաները, որովհետեւ զուտ աշակերտների տեսանկյունից, որ ճիշտ չեն օգտագործում ու շատ դժվար է վերահսկելը, համ էլ շատ լավ է այն ուսուցիչների համար, ովքեր իրոք այդ քայլն անում են, սովորում են, դասերը ակտիվացնում են ու իմանում են ոնց պետքա ուղղորդել իրենց աշակերտներին, դասի ֆորման ամեն ինչը լրիվությամբ փոխում են։ Այս էլ տեսանյութերի մասով, սա էլ օրինակ անգլերենն է։ So what really happened? Հա, ինտերնետս լավ չի, կծկտուր է գալիս, բայց նույն սկզբունքով էլի ցանկացած լեզվով դուք կարողանում եք այս վիդեոները նայել։ Եկեք առաջ գնանք։ Ուրեմն AI-ով մենք կարողանում ենք, հա, այս էլ ինտերակտիվ մեկ այլ մոդելի օրինակ է, երբ դերանունների խելացի առանձնատուն է անվանել մեր ուսուցիչը, սեղմում ենք, այսպես դերանուններն է այստեղ, տեսեք ինչ ա բերում հարցական եւ հարաբերական, բացատրում է ինչա ու իմաստը, սեղմում ենք, իմաստն է սկսում բացատրել, հետո կարող ենք իրեն հոլովել, հոլովումներն է տալիս, կարող ենք լսել, որ դա բարձրաձայն խոսի, ոչ միայն մենք խոսենք եւ կարող ենք սխալների վրա սեղմել, օրինակ ասում է մի շփոթել, նա դերանունը, նա ցուցականի հետ եւ այլը։ Ու այսպես ցանկացած առանձնատան վրա դուք սեղմում եք, առանձնատներում դերանուններն են թաքնված, յուրաքանչյուրի մասով էլ ինչ կոճակներ դուք այստեղ որ տեսնում եք, ինքներդ կարող եք ակտիվացնել ձեր ուզած ֆունկցիոնալությամբ։ Մեր ուսուցիչները չգիտեին, ինքնուրույն այնքան էին փորձարկում, որ տեսնեն ինչ ստանան, բայց ձեր պարագայում դուք ձեր աչքերով տեսնում եք ինչեր կարելի է անել ու երբ ձևը իմանաք անելու, ձեզ համար շատ ավելի հեշտ է լինելու արագ ու ավելի հետաքրքիր բաներ ստեղծելը։ Այսպես մենք կարող ենք նաև ֆլեշ կարտեր սարքել, առաջին
բանում լինի ինչ-որ հարց կամ տերմին, սեղմեք բացատրությունը տա, սա էլի են ամենահեշտ բաներից մեկն է, որ կարող եք AI-ով անել, ընդ որում սա կարող եք եւ աշակերտների համար անել, եւ կարող եք էլի ինքներդ, եթե ուզում եք կամավորին պատրաստվել, այսպես ինքնաստուգում իրականացնեք։ Էս էլի ինքնաստուգվող թեստ է, որը նշումով է, եթե բանով է, հուշումով է, եթե աշակերտները չգիտեն, դուք չեք էլի խառնում, սեղմում եք, հուշումը տալիս է, կարդում են, կարող են թիմերով փորձել անել կամ անհատականացված անել եւ այլը, էս էլ է ֆլեշկարտ, էս լեզուների ուսուցման մասով է, ֆլեշկարտեր ենք ստեղծել, բայց առանձնացված, այսինքն օրինակ ոլորտները առանձնացրել են խաղալ, ուտել, զբոսանք, գնումներ, կարիքներ եւ այլը, ու դուք այս ձևով կարող եք օրինակ ոնց է Duolingo-ն լեզուներ բացատրում, դուք էլ կարող եք այդպիսի հավելված ստեղծել, բայց ոչ թե ընդհանրական լինի, այլ կոնկրետ ամեն թեմայով կամ ամեն դասարանի համար, որ իրենց սովորածը խաղան փորձարկեն։ Ու տեսեք, օրինակ գնում ենք այստեղ, ենթադրենք շոփինգը գնանք, այս իսպաներենն է, ինքը ¿Cuánto cuesta? ինքը եւ արտասանում է, հարցը տալիս է, հետևի մասում էլ բացատրությունը տալիս է։ Այս նույնն էլ հայերենով կարող եք անել, նույնն էլ պատմության մասով կարող եք անել, մնում է այդպես լավ երևակայեք ինչ եք ուզում ստանալ։ Այս հաջորդը web edge-ի օրինակ է էլի, երբ օրինակ գրականություն ենք բացատրել, ընդհանուր ձևով էլի ինտերակտիվությունը կարող եք անել ինչքան ուզում եք, օրինակ Նարեկացին է այստեղ հոգու քարտեզն է նկարագրել, տարբեր զգացողությունների հատման կետն է փորձում ցույց տալ, այստեղ ունենք մատյան բանի 95 գլուխները, օրինակ այստեղ սեղմում ենք առաջին գլուխը, աջ մասում ասում է, դա ինչի մասին է պատմում 12-րդ գլուխը, տեսեք ինքը պատմում է այդ գլխի մասին եւ վերջում օրինակ խոսքը որպես դեղամիջոց սեղմում ենք տագնապ եւ վախ, ինքը սկսում է արդեն նարեկացու բաներով փորձել բացատրել զղջում եւ մեղք, բնագրից է գրափարից է ինչ-որ բաներ տալիս, հետո բացատրում է, հետո ասում է մեզ համար սա որն է դաս, հույսի կարիք եւ այլը։ Այս մեկը աշխարհագրությունից է, բայց մի հատ հետը աշխարհագրությունը բնագետների մեջ են, այստեղ հաշվիչ կա, որը գուցե դուք էլ ձեր առարկաների շրջանակում կարողանաք օգտագործել, պետք լինի իմացեք, որ այսպիսի մոդելներ կարող եք ստեղծել, երբ ինչ-որ փոփոխականներ օրինակ փոխենք, այս դեպքում բնական աճն է, մենք փոխեցինք թվերը, ինքը արդյունքը փոխվում է, այս էլ է շատ պատկերավոր ներկայացնում, այստեղ կողքը վարժություններ ենք տալիս, որ լուծի, այստեղ թեստ ենք տալիս, ու այսպես շարունակ։ Սա էլ է էլի կայք էջա, որտեղ գրաֆիկներով ցույց ենք տա, Ժողովուրդ ջան, այս ոչ մի բան է այստեղ առանձին չենք անում, բերում իրար միացնում, զուտ հրահանգ եք տալիս, հրահանգով ինքը այս ամեն ինչը անում է։ Այս էլ էլի անգլերենով, այսպես քերականություն ենք սովորեցնում։ Տեսեք ինչքան մանրամասն է մեր ուսուցչուհին ենթաթեմաներով առանձնացրել, որպեսզի արդեն նպատակային լինի աշակերտների համար։ Այս նկարներն է, հա, նկարներ մենք սովորում ենք AI-ով ստեղծել սովորական նկարներ, դա կարող է լինի օրինակ ձեր անձնական նկարները, ինչ որ փոփոխություն իրականացնել, ավելի դասական ոճի մեջ լինել, տարբեր մարդկանց բերել մի նկարի մեջ դնել եւ այլը եւ նկարներ, որոնք 0-ից եք դուք ստեղծում, շատ թեմաներ կլինեն, ենթադրենք ակասիաներն եք բացատրում, չգիտեմ ինչ, թեմատիկ նկարներ չեք գտնում, դուք AI-ին կարող եք բացատրել եւ ինքը 0-ից ձեր ուզածով հենց ձեզ համար ունիկալ նկար կսարքի, որը ոչ մեկ չի ունենա։ Այս կարծում եմ բանն է, կանաչ դաշտն է, հա, այնա գայլն էլ այնտեղ է։ Այսինքն կոնկրետ պատմվածքը, բանաստեղծությունը եւ այլը նկարագրող նկար միացնեք երեխաների մոտ ավելի լավ տպավորվի։ Այս չարաճճի չի արկածներն են, այստեղ գտիր հակառակը, ավելի փոքրերի համար է, բայց ուզել չուզել, սիրել չսիրել, երկրորդ խաղը, տեսեք օրինակ հայերենի մասով էլ, որ ասում եմ մենք նույնիսկ վարժությունները կարող ենք այսպես անել, սեղմում ենք, ինքը տալիս է ճիշտ է թե չէ, վերջում առաջադրանք է տալիս, ստեղծագործական անկյուն է, որպեսզի երեխաները ստեղծագործեն, նույնիսկ հետո վերջում իրենց նկարը կցեն։ Այսպես, հաջորդը էլի
գրքերից մեկն է, որը ներկայացված է գիրքը, կարող ենք սեղմել պատկեր գեներացնել այդ տեսարանին համապատասխան, կարող ենք սեղմել լսել կոճակին, ինքը սկսի այդ գիրքը արտաբերել, արտասանել։ Ահա, այստեղ, հա, այս մեկը մեր անգլերենի ուսուցիչն էր ստեղծել, ով մաթեմատիկայի ուսուցիչն է ստեղծել, ով անգլերենով մաթեմատիկա է բացատրում, կարծեմ, այստեղ անգլերենով օրինակ խնդիրը բացատրվում է, մենք պետք է լուծենք, սեղմենք չեք եւ ինքը ասում է մենք ճիշտ ենք արել, թե չէ։ Այս հետնանկար բան հենց ավելի լրջություն ենք էլի տալիս, սովորական թեստ չի, տպած թեստ չի, գրատախտակին թեստ չի, նույնիսկ եթե լրացուցիչ ինչ-որ մոդելներ չի, միայն հարցա, բայց այս նկարով ֆոնով էլի իրենց հետաքրքրում է։ Էսպես, հա, էս էլ էլի նկար է, որը դասի համար է օգտագործվել։ Այստեղ հայոց գրերի վերաբերյալ մենք ունենք web edge սարքած, դաս, չգիտեմ, որ դասարանի դաս 21-ից 24-ն է, գրերի գյուտը, սեղմում ենք, տեսեք ինքը բացատրությունը տալիս է, ահա, այսպես, ընդ որում այս իմանալու մասն է, սովորում ենք, հետո ունենք բառարան, հայոց լեզվի, որ սեղմում ենք, ինքը սկսում է բառերը բացատրել, կոթողը ինչ է իրենից ներկայացնում, տեսեք ոնց է բացվում, թռվռալով բացատրում, այսպես տպավորվում է արդեն։ Հետո քարտեր ունենք սարքած, քարտի վրա սեղմում ենք, ընդ որում օրինակ երեխաներին այսպես որ ցուցադրեք, ասեք որ թիվն ես դու, նույնիսկ էդ են ոգևորված անում, թիվը ասա, հարցը բացվի, մտածում են, ինչ թիվ մտածեն, որ լավ հարց գա իրենց եւ այլը, այսպես սեղմում ենք, հարցը տալիս է, հետո երբ իրենք պատասխանում են, դուք սեղմում եք վրան, ինքը պատասխանը ցույց է տալիս, այսինքն մաքսիմալ հետաքրքիր, որ դուք չխոսեք էլի անընդհատ։ Դրանից հետո խաղեր կա, տեսեք խաղերն էլ հաշվելու, սկզբնատար, հիշելու, հականիշ, վանքեր ու այսպես կարող եք արդեն էլի խաղալ, վերջում հարցաշար կա 20 հարցից բաղկացած, արագ այսպես պատասխանում եք, առաջ եք գնում եւ այլը եւ զրույցի կոճակ կա, այստեղ ասում է զրույց արեք Մեսրոպ Մաշտոցի հետ ու մեր ուսուցիչը այնպես է արել, որ օրինակ աշակերտներին ասում եք, դե հիմա այս պահին դուք հարց տվեք, ինչ հարց կուզեիք Մեսրոպ Մաշտոցին տալ, գրում եք հարցը այդ պահին և ինքը օրինակ դու եղել ես ամարասում տեսնենք ինչա պատասխանում և պետքա Մեսրոպ Մաշտոցի ոճով AI-ը մեզ պատասխանի արդեն ու այդ պահն էլ այսպես որ երեխաները սպասում են տեսեք հա ինչպես կարող է այլ լինել, ասում են ինչպես կարող է այլ լինել, վարդապետը մեր առաջին եկեղեցիների հիմքը ամարասում ա դրել եւ այլ, տեսակ ոնց այդ պահին Մեսրոպ Մաշտոցը մեզ պատասխանեց, վերջում էլ ասում ա ամեն, կարող եք սեղմել նույնիսկ ձայնը լսվի, որ չկարդան, այլ ձայնով լսեն Մեսրոպ Մաշտոցի պատասխանը, ընդ որում երեխաները շատ են ուրախան, որ իրենք են այդ պահին ասում ինչ հարցնենք, օրինակ Մաշտոցին կամ ցանկացած այլ գրողի, պատմական կերպարի եւ այլը Այս է թմկաբերդի առումն է պատկերացված, էլի հերոսներին մեր Թաթուլը, Տիրուհին, Շահը այսպես նկարագրում է, այստեղ AI-ի գրական կենտրոն ունենք, որտեղ մենք կարող ենք զրուցել կամ Թաթուլի հետ, կամ Նադիր Շահի հետ, էլի նույն ձևով, այստեղ հարցը տանք, ինքը իր ոճով պատասխանի, ինչու դա արեց, Այստեղ նկարներ, Տիրուհու խնջույքը, Թաթուլը Պարիսպներին, այստեղ կարող ենք սեղմել ինքը նկարներ գեներացնի, կամ կարող ենք թումանյանական իմաստնության ձայնը, ինքը ասում է մարդու գործն է միշտ անում է, կարող ենք սեղմել նոր խորհուրդ, ինքը այդ պահին ինչքան սեղմենք հերթով Թումանյանի իմաստնության խորհուրդները սկսում է գեներացնել, էլի կարող ենք սեղմել լսելին, տեսեք էլի ինքը Թումանյանից խորհուրդներ է մեզ բերում, լսել, որ երեխաները միաժամանակ նաև լսեն։ Այս երբ ուզում ենք ինչ-որ գիրք վերլուծենք, կոնկրետ 100 տարվա մենությունն է, տեսեք ոնց է գրաֆիկներով, բանով վերլուծած, մենության անատոմիան եւ այլը, հա, ու այստեղ վարժություն կա օրինակ, բաց թողնված բառերը երեխաները տվյալ գրքի պատմվածքը իմանալով պետքա ասեն,
ու ահա վրան որ պահում ենք, ինքը սկսում, այսինքն ասեն, հետո վրան պահենք, այդ բառը ցույց տա, սա էլ է շատ լավ, օրինակ գրականության դասերի ամրապնդման համար, ինչու՞ չէ նաև քերականությունը։ Մելկիադեսի արհեստական բանականությունն էլի կարող ենք հարցեր տալ տվյալ գրքի վերաբերյալ եւ AI-ը մեզ կպատասխանի։ Էս էլ է 100 տարվա մենությունը, էս էլ էլի դերանուններն են, այն մեկը առանձնատների մասով էր, մեր մյուս ուսուցչուհին էլ մոլորակների տեսքով է նկարագրել, որ այսպես սեղմենք առանձին մոլորակների վրա, դերանունները ամեն ինչը ցույց տա, վերադառնանք կայան, գնանք հաջորդը եւ այլը եւ այլը։ Էսպես։ Այս կարծեմ հասարակագիտություն առարկայից է, տեսեք, այս ֆունկցիոնալությունն էլ է ինչքան է հետաքրքիր, երբ օրինակ մենք կարող ենք, տեսնեմ այս մեկն է, հա, տեսեք ինքը բացատրում է ընդհանուր առաջարկի կորն է նկարագրում եւ այլը, ասում է ինչ գործոններ են ազդում առաջարկի վրա, ու այսպիսի լաբորատորիա էլի, որ մենք կարող ենք փոփոխականները փոխել ու տեսնել, թե դրա արդյունքում կորը ոնց է փոխվում։ Էս էլ էս ֆունկցիոնալությունը, այստեղ մենք էլի խաղ ունենք, կարող ենք ցանկացած թեմա բացել, օրինակ զվարճալի այդպես հոգնակի թվեր, անկանոն բայեր եւ այլը մակարդակը ընտրենք ու սկսենք խաղալ։ Երեխաների, տեսեք ոնց է երեխաների լեզվով, ասում է child-ի հոգնակին ու այսպես, եթե ես սխալ պատասխանեմ, տեսեք, օրինակ սխալ պատասխանեմ, մի կյանքս գնացի վազեմ ճիշտ պատասխանեմ։ Օփ, ահա, 10 միավոր եկավ, 10 միավոր եկավ։ Այս հայերենով էլ, պատմությունով էլ, ամեն ինչով կարող եք այսպիսի խաղեր ստեղծել։ Ու նույնիսկ խմբով գան, թեկուզ դասի ժամանակ խմբային խաղան կամ ուղարկեք իրենք տանը անեն, բայց տեսեք ինքը ինչքան պիտի հաղթեն, կյանքեր կուտակեն եւ այլը, եթե ճիշտ են պատասխանում։ Երեխաները, իմ քրոջ երեխաներն էլ սաղորը նստած այսպիսի խաղեր են, ինչքան էլ երազանցիկ սովորում են, մեկը այս խաղերից բրծումնը չկա, իրենք նստած ագահաբար խաղեր են ուզում խաղալ, եթե վերահսկողությունը մի քիչ բան է անում, բայց եթե գոնե այս ձևով խաղան այդ ընթացքում, որը թույլատրելի է իրենց հեռախոսով զբաղվել, ընդ որում անում են, ես էլ եմ փորձարկել իրենց հետ, ոգևորվածությամբ մեկը իրենց համար կարևոր է այդ խաղալը, հաղթելը եւ այլը, ընթացքում էլ արդեն սովորում են, այստեղ կոնկրետ եզակի հոգնակի, բայց ինչ որ թեմա ուզենակ։ Այս խաղն էլ եմ ես շատ հավանել։ Հետո գնանք մեր ուսուցչուհին այստեղ Հովսեփ Էմինի կյանքն է պատկերել իր կամավորներին 7 տարվա պատերազմը եւ այլը, տեսեք ամեն տարեթվի վրա սեղմում ենք ու ինքը ցույց է տալիս այդ տարեթվին ինչ է տեղի ունեցել Հովսեփ Էմինի մասնակցությամբ։ Այս էլ է լավ մեթոդ պատմությունը վերակենդանացնելու համար, որտեղ զուտ տարեթվեր սովորելը բավականին համ դժվար է, համ էլ անհետաքրքիր, բայց այսպես արդեն տպավորվում է աշակերտների մոտ։ Կարող ենք թեստեր կազմել, ընդ որում երեխաները, օրինակ այստեղ իրենց անունը գրում են, դասարանը գրում են, հա, չի թողում, դասարանը չգրեցի, չի թողում, պիտի գրեմ դասարանը ու այսպես սկսում եմ թեստը անելը, վերջում իհարկե միավորները տեսնելու եմ ու միայն ես չեմ տեսնելու, ուսուցիչն էլ է այս դեպքում տեսնելու իմ միավորները։ Այսինքն կարող եք այսպես էլ անել, անհատական ուղղորդել, ինչա 5 րոպե, 3 րոպե լավ դասից վերցնեք, եթե հեռախոսներ կարող են, թույլատրվում են անեն այդ պահով, ոգևորված իրար հետ կիսվեն, եթե չէ կարող եք ուղարկել տանը, իրենք այսպիսի թեստեր իրականացնեն։ Այստեղ հայոց պատմությունից է էլի web edge սարքած, տեսնեմ ինչ որ այլ ոճի նորություն կա, այստեղ ազատություն, անարխիա, տեսեք էլի սեղմում ենք, ինքը բացում է, սկսում է բացատրել, այս ինտերակտիվությունը միշտ դուք կարող եք օգտագործել։ Հա, այս էլ ցույց տամ, այստեղ բայերի կախարդական աշխարհն է, ուսուցումը ոնց ենք անում, օրինակ զգացմունքներ եւ հա, սոսկածանցավոր, պատճառական, բազմապատկական բայերն է, սեղմում ենք վրան, ինքը նախ ցույց է տալիս որ տիպին է պատկանում այս բայը, հա, այս բանն է, Բելգիա Արփինեն է ստեղծել, դրա համար երկու լեզուներով է նշված այստեղ, սեղմում ենք, սովորեցնում ենք եւ այլը, հետո պատճառական բայերը
Տեսեք ոնց է ինքը այդ բացատրություններով ամեն ինչով տալիս։ Ահա, այսպես, հա, էս էլ է շատ լավ։ Օրինակ կտրել, կտրտել, որ ուզում եք տարբերությունը ցույց տա, կտրելը այսպես սեղմում ենք, կտրտելը տեսեք ոնց է անում։ Այն որ մի անգամ էս տեսնի ոնց կարող է երեխան մոռանա բազմապատկական բայերը։ Թռչելը թռավ, թռչկոտելը տեսեք ոնց է թռչկոտում։ Ցատկելը նապաստակը այսպես ցատկում է, ցատկոտելը, էս էլ էսպես։ Հաջորդը էլի անգլերենի մասով մեծ են Gatsby թեմայով ինտերակտիվ բանա։ Այստեղ հա, այս մաթեմատիկան է, ոնց է անկել մաթեմատիկան ձեր խմբի աշխատանքների մեջ, բայց տեսեք էլի ոնց է խնդիրը ուզում ենք լուծել շարժման վերաբերյալ, մենք կարող ենք այսպես անել, հասկանալ եւ այլը եւ այլը։ Բնագետների համար երեք ենք մենք սեմինարը իրականացրել ու իրենցն էլ լրիվ ուրիշ աշխարհ է։ Դրա համար մենք տարանջատում ենք, որ հետաքրքրությունները նույնը լինի, մոդելները ամեն ինչը հասկանանք ձերի մասով քննարկեք իրար հետ, ոնց կարող եք անել։ Էս էլ է, էլի խաչբառի օրինակ է։ Այս պաստառի օրինակ է, մի քանիսը որ ուղղահայաց չէ, հորիզոնական եմ ցույց տվել, այս մեկը ուղղահայաց է, կարող եք այս ձևով էլ պատրաստվել, սա ավելի փոքրերի համար է արդեն այս պաստառները։ Ժորժան, այս ամեն ինչը անելը ձեզանից քիչ ժամանակ է տանում։ Եթե սովորեք արդեն, այդ մի ամիսը փորձնական լրիվ սովորելու էտապն է լինում, նույնիսկ ուսուցչուհիներ ունենք, ովքեր ամեն ինչը հաջորդ օրվա համար կարողանում են սարքել, գնալ, օգտագործել։ Բայց եթե նույնիսկ շատ բաներ միանգամից սկզբից չեք կարողանում, նույն օրը, օրինակ, ես ինչ ցույց եմ տվել, սա պատրաստեք, այդ նորմալ է, անում եք կամած ինչքան ժամանակ կարողանում եք տրամադրել, հետո արդեն լրիվությամբ ձեր նյութերը կսարքեք։ Այս ամեն ինչը, ինչը ցույց եմ տվել, ընդհանրապես մի մասն է մեր հումանիտար խմբի կատարած աշխատանքների, ովքեր ուղարկել են, որ ես տեսնեմ աշխատանքները, բայց լիքը բաներ էլ արել են, որ չեն ուղարկել։ Ու այդ մի ամսվա ընթացքում էլի դրա համար ես այսպես համոզված կարող եմ ասել, երբ դուք սովորեք այս ամեն ինչը, հետո ձեզ համար ավելի կարճ ժամանակահատվածում դուք կնստեք նույն դասի համար եւ խաչբառ, եւ թեստ, եւ աուդիո, եւ վիդեո, եւ պաստառ, եւ պրեզենտացիա, եւ 3D մոդել, այդ ամեն ինչը մի լավ կսարքեք ու նույն ժամանակը կծախսեք, ինչ որ առաջ ծախսում էիք դասի պլան մի հատ գրելու ու մի հատ թեստ կազմելու հին մեթոդները, ոնց այդ նույն ժամանակ, այստեղ դեռ հա այդ դասի պլան թեստը չեմ խոսում, դա այնպես թե այնպես անում եք, էլի, բայց էֆեկտները լրիվ տարբեր է, եթե արդեն դուք տեսնում եք։ Աուդիո ֆայլեր ենք ստեղծում այդ դասի ընթացքում, օրինակ մի հատը բացեմ, բայց չգիտեմ ես ինչ է։ Հա, երգա։ Դες πάλι κατάπναει μάρτυρες Observațan uoți te carudes Չգիտեմ դուք լսում եք թե չէ, բայց ես այստեղ երգ էի, երգով էի տարված, երգ էինք լսում, նաև երգ ստեղծող AI-ներ ենք քննարկում, AI ենք քննարկում, հասկանում ոնց ստեղծենք երգեր, որ ավելի լավ ստացվի եւ գրականության ժամերին դուք կարող եք ձեր բանաստեղծությունը երգերի տեսքով սարքել, լսեն կամ ուղարկեք, կարող եք պատմությունա թեկուզ, մեր բնագետները այնքան լավ երգեր են սարքում, ասում եմ միշտ մեր թեմայով երգեր չենք կարողանում ստեղծել, հայոց լեզվի համար հեշտ է, չի լինում ավելի ճիշտ ինտերնետում, բայց այս AI-ով մոլեկուլի, ատոմի մասին, ինչի մասին ասես երգ չեն ստեղծում, որ ավելի պատկերավոր երեխա, իրենց դպրոցի բացման համար են երգ սարքում, միացնում այդ օրը եւ այլը, լիքը տարբեր ինչքան գաղափար ունենաք, կարող եք դուք էլ ամեն ենթաթեմայով, ամեն մի փոքրիկ ինչ որ միջոցառում եք անում եւ այլը, երգեր ստեղծեք, երեխաները հետը երգեն, միացնեք եւ այլը եւ այլը։ Այս այն մյուս վիդեոներն է 8 վայրկյանանոց, որ ստեղծում է։ Հայրենիքը ժառանգություն չէ միայն, այլ պատասխանատվություն։ Արքայականը իշխանությունը չէ, այլ բարոյական բարձրությունը։ Հայրենիքը Այս էլ ենք սովորում, այսպես, հետո գնանք, այստեղ էլի մենք պրեզենտացիա ունենք, գնանք առաջ,
Հա, եկեք մի հատ բան միացնեմ, աուդիո, դուք կարող եք ստեղծել աուդիո գրքեր, ինչ որ զրույց լինի, ինչ որ հատված լինի ստեղծագործությունից, թե պարզապես հարց ու պատասխան լինի, որ հետաքրքիր լինի երեխաների համար, դիալոգներ լինի եւ այլը, AI-ով բավականին լավ հայերենով, օտար լեզուները դե էլ չասեմ, կարող եք ստեղծել։ Օրինակ հիմա մի հատ կմիացնեմ, լսեք։ Անի, դու էլ զգացիր, թե որքան ծանր ու խորն էին այս տողերը։ Կարծես իսկապես ծովի ափին լինեինք։ Այո, Արամ, բայց նկատեցիր, որ վերջում տխրությունը վերացավ ու ամեն ինչ լցվեց աստղերով ու լույսով։ Իսկապես զարմանալի է։ Միթե սովորական բառերը կարող են մարդու տրամադրությունն այդքան արագ փոխել։ Իհարկե, դա է բանաստեղծության գաղտնիքը։ Բառերը նման են գույների, որոնցով գրողը նկարում է մեր հոգու մեջ։ Ահա։ Ոնց է, լավ է, չէ՞ խոսում Ժողովուրդ ջան։ Մի քանի ամիս առաջ մենք շատ կդժվարանայինք AI գտնեինք, որը հայերեն կհասկանար, որտեղ շեշտադրությունը լավ չէր անում, առոգանությունը լավ չէր անում, նույնիսկ այն հնչյունները, մեր տիպիկ հնչյունները, ծ եւ այլը լավ չէր կարողանում արտասանել, էլի շատ դժվար էր։ Բայց հիմա այնքան է զարգացել, որ եթե ճիշտ եք հրահանգավորում, այս նույն բանը առանց հրահանգավորման որ անենք, ինքը շատ սփյուռքահայի նման կխոսի։ Իդեպ նաև պետք է լինում սփյուռքահայերին դասավանդելիս սփյուռքահայի ձևով ստեղծել, դա էլ եք կարողանում անել։ Դրա համար ամեն ինչը հրահանգից է կախված լինում, դուք ոնց եք հրահանգը իրեն տալիս։ Հիմա կարծում եմ այսքանը այսօրվա համար, այսքանն եմ հասցրել առանձնացնեմ։ Եկեք տեսնեմ ինչ հարցեր ունենք, հարց ու պատասխան կանենք, ես հետո կգնամ մանրամասն մեր կայքով ցույց կտամ նորից դասերը, նշեմ իդրամով ոնց պետքա վճարեք, որ վճարը 3 ամսվա ընթացքում անեք, ընդհանրապես մեր կայքում ոնց գրանցվեք եւ այս հանդիպման մասնակիցներին 1 ամսյա դասի միանալու պրոմոկոդը կտրամադրեմ։ Հիմա եկեք հարց ու պատասխան անենք, կարող եք հարցերը գրել, երրորդյան էլ է վճարովի, երրորդյայի արժեքը 2900 դրամ է, 3 հանդիպում, ընդհանուր 6 ժամ տևողություն։ Երրորդյային, հա, մի րոպե, այս հարցին էլ պատասխանեմ։ Անժելա, երրորդյային պրոմոկոդ չկա, Ժորժյան, երրորդյան 2900 դրամ է, ինքը մի միլիոն պրոմոկոդ կիրառած է արդեն վրան, սիմվոլիկ արժեք է։ Պրոմոկոդը տրամադրում ենք 1 ամսյայի միանալու համար։ Լսում եմ ձեր հարցը։ Իսկ 1 ամսյայի գրանցման համար ես այսօր փորձեցի գրանցվեմ, բայց մաս չկարողացա վճարել, միանգամից 20,000 էր բերում, ինչ պետք է իդրամով պետք է վճարեք, դուք քարտայինն եք ընտրել հավանաբար, ես հեսա իդրամով եք ընտրել, հա, ինքը միանգամից վրան գրվեց 20,000 դրամ, չգտա գումարը նշելու Rocket Line, չէ, գումարը չեք նշում, իդրամի ներսում ձեզ, այն որ սովորական խանութներում, ռեստորաններում էլ ոնց եք իդրամ Rocket Line-ով վճարում, այդտեղ Rocket Line կընտրեք, էսա կասեմ այդ դրա մանրամասները, ահա, շատ լավ, երկու սունոյով ենք ստեղծում, ինձ թվում է քիչ դպրոցներ կան, որ հագեցած լինեն համակարգիչներով, մեր ուսուցիչները այդ խնդիրներ են լուծում, կամ եթե օրինակ անձնական նոթբուք ունեն, անձնական նոթբուքը տանում են, այդպես են ցույց տալիս, այդ ձևով էլ է, ինտերնետը ցրում են, ցույց են տալիս, կամ այսպիսի նյութեր այդ նույն տեսահոլովակ, աուդիո եւ այլը ստեղծում, ուղարկում են, որ աշակերտները ձեր խմբում, թե չգիտեմ ոնց եք դուք անում, ուղարկում են, ուսումնասիրում են, ու այսպես ավելի ոգևորված գալիս են, դասին մասնակցում են, այդ նոր շունչը ամեն ինչը մտցնում են։ Ու խոսքը միայն ինտերակտիվության մասին չի լինում, այս գործիքներին երբ տիրապետում եք դուք, ճիշտ հրահանգներ գրելուն եւ այլը, մեր ուսուցիչները ասում են, որ շատ է օգնում բոլոր առումներով, որ ավելի որակյալ նյութեր ստեղծեն, տարակարգի դիմելու համար, թե այսպիսի մեթոդներով դաս անեն, վիդեո անեն, չգիտեմ, տարակարգին դիմելիս եւ այլը օգնում է։ Ինձ թվում է, եթե այս ամեն ինչը դուք սովորեք, չեք պատկերացնի ինչքան եք ոգևորվելու, այդ ցուցադրելու ձևն էլ թե կուղարկեք իրենք տանը կնայեն, թե ինչ կանեն, թե խաղը մեծ սիրով խաղում են միշտ տանը ու սովորում են խաղալով, այդ ձևը արդեն դուք կգտնեք։ Չէ, Արմինե ջան, ինչպես ասեցի, սա բաց դռների օր է, որտեղ ցուցադրում ենք AI-ով ինչեր է հնարավոր անել։
Իսկ խոսելը նոթբուք LM-ին անդրադառնում ենք 2 ամբողջ դասի ընթացքում նոթբուք LM-ից եմ խոսում։ Այդ արդեն թե ինչպես պետք է անել, մի բառով չի, մի ժամով չի, պետքա բացատրես 0-ից սկսելով բոլոր նյուանսները քննարկելով, ընդ որում երրորդյայից հետո։ Ձայնագրությունը տեղադրվելու է մեր YouTube-ի էջում, հեսա YouTube-ի էջն էլ կուղարկեմ։ Սեփական ձայնը կարող են սեփական ձայնը կարող եք կլոնավորել եւ հա օգտագործել։ Անուշ ջան, եթե ուղակի միշտ չի, որ այդ ձեր ասածը կարող եք որակով անել, հիմնական վճարովի գործիքներով կարող եք անել։ Մեկ ամսյայի ընթացքում, երբ այդպիսի ինչ-որ հարցեր է առաջանում կամ անհատական ինձ հարցնում են, եթե դասի ընթացքում չենք անում, իհարկե շատ շեղվելով, մենք մեր պլանը ունենք, գործիքի անուն բան, եթե հետաքրքիր է լինում ուղղորդում, ես փորձում եմ էլի լրացուցիչ տալ, բայց այդ ավատարներ սարքել, ձայն կլոնավորել եւ այլը, դրանք արդեն ուրիշ աշխարհ է։ Պետքա մի ժամ է դրան անդրադառնալ, բայց գործիքակազմը կասեմ, եթե դա ցանկանաք, կարող եք անել։ Այս ամենը Gemini-ով է արվել, թե այլ AB-ով, այստեղ տարբեր AB-ներ ենք օգտագործում, Notebook LM, Gemini, ընդ որում ոնց որ գործիքներն են, էլի տարբեր, աշխատելու սկզբունքներն են տարբեր։ Ահա, քարտային տարբերակով ինչպես վճարել, գաղտնաբար հատվածում ինչ պետք է գրել, ահա, շատ լավ է, որ համակարգիչ տանում եք, դուք խնդիր չունեք, մեր ուսուցիչների մեծ մասը այդպես են անում, եթե սպասենք կահավորեն պրոյեկտորով, այդ կարողա չլինի։ Մարիաննա ջան, Սուսաննան է Ավակյան, եթե կարելի է ես ասելիք ունեմ, հա, Սուսաննա ջան, էսա միացնեմ անպայման, Անուշ ջան, եթե դուք, մենք ոչ մի բան չենք պարտադրում, եթե դուք գիտեք, ոնց պետք է գրել ճիշտ հրահանգ, հատուկ սխեմաներ կա հրահանգ գրելու ոսկե կանոններ, եթե ձեր հրահանգները կիրառում եք այդ սխեմաները գրելով, եթե գիտեք նյուանսների տարբերություն դասի պլան գրելու համար ինչ կոնտեքստ եք տալիս, թեստի համար ինչ համատեքստ եք տալիս եւ այլը, գամայով պրեզենտացիան արդեն կարողանում եք անել, գամային չենք անդրադառնում նորից մեկ ամսյային, եթե այդ ամեն ինչը ոնց առաջին պատասխանը բնականաբար AI ճիշտ չենք ընդունում, ոնց եք հաջորդիվ մասնագիտական դատողություններով շարժվում եւ այլը, այդ ամեն ինչը եթե գիտեք ոնց անել, միանգամից կարող եք մեկ ամսյային միանալ։ Անվճար երրորդյա մենք չենք ունեցել, մենք անվճար դասեր ենք ունեցել, ուղղակի դուք կարողա նույն անվճարներին մասնակցել ենք, երրորդյան միշտ վճարովի է եղել ու երրորդյա այդ 6 ժամի ընթացքում ես հենց շատ ինտենսիվ խոսելով ցույց եմ տալիս բոլոր նյուանսները, միայն թեստ կազմելու մասով, ես միշտ այդ եմ շեշտում, 20 րոպե խոսում եմ, ոնց AI-ով որակյալ թեստ կազմեք, ոչ թե ուղղակի թեստ։ Դրա համար իմ խորհուրդը միշտ այն է լինում, այդ շատ սիմվոլիկ արժեք է այն արժեքի դիմաց, որը ստանում եք, եթե նույնիսկ մտածում եք, որ ժամանակ չեք ունենա միանալ, կարող եք գրանցվել, հասցնեք նայեք, չհասցնեք տեսաձայնագրությունները ձեր մոտ ունենաք, որ եթե տեսնեք հանկարծ դժվարանում եք, գիտելիքներ կա, որ պետք է ունենայիք, իմացել եք, թե կկարողանաք, գնաք, կարողանաք, էլի հետ նայել, իմ բացատրածների նայել։ Էդ էլ մի տարբերական, կարող եք էդ էլ չանել միանգամից մեկ ամսյային։ Ես ուղղակի ապահովության համար ասում եմ, որ արդյունավետը միշտ այն է լինում, որ այն գիտելիքները, որոնք ես դնում եմ երրորդյայի մեջ, իրենք իմանան ու գան մեկամսյան ավելի խորացնեն, ինտերակտիվություն անեն։ Չէ, անվճար երրորդյա չի եղել։ Այսպես, Սուսաննա ջան, միկրոֆոնները կարծեմ չեմ անջատել հետ։ Դուք կարող եք միացնել։ Լսում եմ, Սուսաննա ջան։ Չեմ անջատել, չէ, Սուսաննա ջան, լսում եք ինձ, թե դուրս գնաց Սուսաննան, ինչ-որ հարց էիք, ինչ-որ բան էիք ուզում ասել։ Մարիաննա ջան, ես ձեզ լսում եմ։ Հա, մենք ձեզ չենք լսում եմ, Սուսաննա ջան։ Կրկին բարի երեկո։ Բարև ձեզ։ Շնորհավորում եմ բոլորիս մեր մեկամսյան ավարտելու կապակցությամբ։ Հա, իրոք։ Ես իրոք սրտան շնորհակալ եմ ձեր հոգատար, պրոֆեսիոնալ եւ ազնիվ աշխատանքի համար։ Ձեր աջակցությունը մեզ համար պարզապես մասնագիտական օգնություն չէր, այլ նաև վստահության եւ ոգեշնչման աղբյուր դարձավ ինձ համար։ Ձեր ներդրումն իսկապես անգնահատելի է։ Ես եւս մեկ անգամ շնորհակալ եմ, որովհետեւ այն սովորեցի ես մեկ ամսյա ժամանակ ինձ իրոք պետք եկավ եւ հուսամ պետք կգա շարունակաբար։
Շատ լավ, դուք էլ եք Երեխան Մարիաննա ջան, եթե աշակերտների համար կլինի անվճար ինչ-որ բան, խնդրում եմ տեղեկացրեք։ Հա, ես միշտ պլանավորում եմ, բայց այնքան շատ ազբաղվածությունս փետրվարին չհասցրեցի։ Երբ հա ձեր Եկավ։ կուրսները դպրոցի։ Մարտի վերջին շաբաթը։ Հա, չէ, լավ, գուցե ավելի շուտ կարողանամ մինչև մեկ ամսյան սկսել մի հատ անվճար երրորդի անցկացնեմ աշակերտների հետ, որ հորդորեմ Շատ ուրախ կլինենք, օգտագործեն AI-ը, հա, որպես արտադրության Շատ շնորհակալ եմ։ արտադրեք։ Աշխատանքներս էլ որտեղ ես տեսա, շատ ուրախացա։ Հա, ձեր Շատ աշխատանքներն էլ եք փաստորեն։ պարտադիր, դուք էլ եք շատ Այո, ակտիվ աշխատանքներ արել։ Շնորհակալ եմ, ուրախ եմ, որ շատ շնորհակալ ներառում եմ, եք։ ձեզ եմ Ապրեք շնորհակալ։ շատ։ Բարի գիշեր։ Շնորհակալ եմ շատ։ Հաջողություն։ Ահա, ապրեք շատ։ Ժորժ ջան, հիմա եկեք արդեն ցույց տամ ոնց կարող ենք վճարել 3 ամսվա ընթացքում ու ընդհանրապես մեր կայքով ոնց կարող եք վճարել։ Մենք ունենք կրթական կայք, որը ես ուղարկել էի highendlearning.com, սա մեր կրթական կենտրոնի կողմից ստեղծված կայքն է, որտեղով բոլոր գործընթացները ավտոմատացված են, այսինքն դուք գալիս եք, գրանցվում եք, ձեր անձնական էջն եք ստեղծում, վճարումը անում եք, վերջ, հետո ավտոմատացված մեր կողմից նամակներ եք ստանում, ինչ որ առաջարկներ ենք ունենում, ուղարկում ենք ձեզ մեյլով, նամակները, տեսաձայնագրությունները, հավաստագրերը, ամեն ինչը, բոլոր նյութերը ստանում եք, վերջում էլ հավաստագիրը, սա օնլայն մեր կայքով է արվում, մի տեղ լինի, միշտ հիշեք, գաք մտնեք մեր կայքը, գտնեք ձեր այդ նյութերը։ Ինչ ա պետք դրա համար, եթե առաջին անգամ եք մեր կայքից օգտվում, ինչպես Facebook-ում, ինչպես մնացած AI-ներում, ամենտեղ պետքա գրանցվեք, որ ձեր անձնական հաշիվը ունենաք։ Դրա համար, երբ մտնում եք մեր կայքը, այստեղ հեռախոսով մտնելուց էլ 3 գիծ ա լինում, գրանցվել կոճակին սեղմեք, որպեսզի առաջին անգամ օգտվելիս գրանցվեք։ Այստեղ անուն ազգանունն ենք նշում, էլեկտրոնային հասցեն, որով ուզում ենք գաղտնաբար, հորինում ենք մեր գաղտնաբար, ոնց մնացած սոցկայքերի համար, այստեղ էլ հորինում ենք, որ հետո հիշենք, ինչ գաղտնաբարով ենք մուտք գործելու, հեռախոսը համարն ենք գրում, այսպես ու մուտք ենք անում։ Հիմա եթե դուք չեք հիշում գրանցված եք մեր կայքում թե չէ, եթե փորձեք գրանցվել, արդեն գրանցված լինեք, ինքը բնականաբար չի թողելու մի մեյլով 2 անգամ գրանցվեք։ Օրինակ ես այդ դեպքը արեցի, տեսեք, վրան որ սեղմեմ, ինքը ասելու է այս մեյլը արդեն զբաղված է։ Եթե ձեզ մոտ էլ այսպես եղավ, դուք ուրեմն իմացեք, որ պետքա ուղղակի մուտք գործեք ձեր այդ մեյլով ու գաղտնաբարով, որը այն ժամանակ էիք արել, ուղղակի այս բան չեք հիշում։ Իսկ եթե գրանցված չեք առաջի անգամ, ուղղակի սեղմում ենք գրանցվել, տվյալները գրում ենք, գրանցվում ենք։ Եթե արդեն գրանցված ենք, սեղմում ենք մուտք կոճակին, մեյլն ենք գրում, գաղտնաբարն ենք գրում, որը հորինել էինք գրանցվելու ժամանակ, ընդ որում եթե իմանում եք, որ գրանցված եք, բայց չեք հիշում, այստեղ մեր կայք տեղ ա տալիս, մոռացել եմ գաղտնաբառը, գնաք մեյլով վերականգնեք գաղտնաբառը կամ ուրիշ մեյլով գրանցեք, ոնց ձեզ հարմար կլինի։ Հիմա եթե ամեն ինչ նորմալ է, այդպես մոռացության խնդիր բան չունենք, ուղղակի մեյլը գաղտնաբառը գրում ենք, որով որ գրանցվել էինք կամ նոր ենք գրանցվում, սեղմում ենք մուտք։ Վերջ, այստեղ որ տեսնում եք իմ դասընթացներ, այս արդեն դուք մեր կայքի ձեր անձնական էջում եք, ներսում եք։ Գնում ենք AI դասեր, որից հետո ընտրում ենք մեր խումբը, որն ենք ուզում։ Օրինակ, միանում ենք հումանիտար խմբին։ Սեղմում ենք հումանիտար, տեսնել ավելին, կարող եք նորից կարդալ եւ այլը, գնալ տեսնել, որ դասին ինչ ենք սովորում, հետո արդեն ուզում ենք վճարում անել, սեղմում ենք գնել հիմա կոճակին, այստեղ մեր անունը, մեյլը բերում է, որից հետո վճարման տարբերակը ընտրում ենք իդրամ կամ քարտային, որը որ ձեզ հարմար է։ Այս պահին մեր կայքում միայն VTB-ով չի վճարումներ լինում, որտեվ դե VTB-ն ռուսական է, սանկցիաների տակ է, արքա համակարգը չի թողում, գիտեք դուք կայքով բանով պոստտերմինալով էլ չեք կարողանում խանութում վճարել, բայց մենք այս պահին մեր ծրագրավորողները ինտեգրացիա են անում, որտեվ Ռուսաստանից էլ են շատ ցանկացողներ լինում, դրա համար շուտով այստեղ նաև MIR-ը կտեսնեք, MIR-ի տերմինալը ու կկարողանաք VTB-ի բանկով էլ վճարել։ Եթե ձերը VTB է, կարող եք ուրիշ ընտանիքի մեկ այլ անդամի քարտով վճարել, մենք տարբերություն չկա, ոչ մեկի քարտը մեկա չենք տեսնում, կարևորը այս անունն էլ չի նույնիսկ, հետո անունը կարող եք, եթե սխալ լինի ուղղեք, այս մեյլը կարևորը ճիշտ գրեք, որ մենք ձեր մեյլին իմանանք, որ մեյլից է վճարվել, նամակները ուղարկենք։ Հիմա այստեղ ենթադրենք
Իդրամով եք ուզում վճարել, սեղմում եք իդրամին, սեղմում վճարել հիմա, պրոմոկոդի մասը մի քիչ հետո կասեմ, այստեղ ոնց որ խանութներում ա, որ ասում ա QR-ին պահեք, որ իդրամով վճարեք։ QR-ին պահում եք, կամ եթե հեռախոսով ա միանգամից ասում ենք մտնեք իդրամ, կամ այստեղ կարող եք իդրամը ձեր մուտք գործել։ Ես միշտ օրինակ սիրում եմ այսպես պահել, իդրամը մտնել այստեղով մտնել արդեն իմ իդրամը, որ հեշտ լինի, եւ իդրամը երբ մուտք գործեք արդեն, ոնց որ մեր կայքի մասը ավարտեցիք, մտակ իդրամ, այնտեղ իդրամում թողում ասում է սովորական վճարում, կամ էլ դիմել Rocket Line-ի, այդ իդրամն է արդեն առաջարկում։ Կարող եք դուք կողքից սեղմել իդրամ, Rocket Line, ու ինքը ձեզ սահմանաչափ է տալիս, ոնց որ հաշվեք ապառիկա իդրամի հետ, բայց 0%, նույն գումարն եք վճարում, ինչ որ մնացած մասնակիցները ավել գումար չեք վճարում, 0%, այդ գումարները մենք ենք ձեր տեղը վճարում, իդրամին, որ բոլորը հավասար գումար վճարեն։ Այնտեղ ընտրում եք, ընդ որում մենք թույլ ենք տալիս 3 ամիս։ Կարող եք ամեն ամիս օրինակ գրել 5000 քանի դրամ, 6000 դրամ, կամ կարող եք ասել 3-րդ ամսվա վերջին եմ ես գումարը վճարելու։ Գրաֆիկը այնտեղ ընտրում ենք, վերջում ինքը ցույց է տալիս արդեն չեկը, որ դուք գրանցվել եք, ու արդեն մեզ մոտ էլ ցույց է տալիս, որ իդրամ Rocket Line-ով վճարումը արվել է։ Չնայած փաստացի չի արվել ձեր կողմից, իդրամն է ձեր փոխարեն մեզ վճարել։ Ու վերջ, արդեն մենք միանում ենք դասընթացին, իդրամի մասով ինքը հետո ոնց դրել է գրաֆիկը, այդ գումարը ձեզանից ստանում է։ Այս իդրամի մասը մենք միշտ փորձում ենք ամեն ինչի մասին հոգալ, որպեսզի ֆինանսականը երբեք խոչընդոտ չհանդիսանա այն ուսուցիչների համար, ովքեր ցանկանում են դառնալ նորարար։ Այս իդրամի մասը, եթե ուզում եք քարտով վճարել, սեղմում ենք քարտային վճարում, հետո վճարել հիմա կոճակին ենք սեղմում, ու ինքը տեսեք տալիս է վճարի մեծությունը, Ժորժ ջան, այս post տերմինալն է, ես շատ հույս ունեմ, որ ձեր խմբում չկան մասնագետներ, ով կասեն ինչու եք իմ քարտի տվյալները ուզում, երբեմն այնպիսի հարցեր են տալիս, որ շատ տխուր իրավիճակ է ստեղծվում, այդ ֆինանսական գրագիտության պակասը զգացվում է։ Հիմա տեսեք, մեր այս որ սեղմում եք արդեն, վերևում ուշադրություն դարձրեք, դուք տեղափոխվում եք, մի րոպե, մի քիչ իջեցնեմ։ iPay.arka.am high-end learning-ից տեղափոխվում եք Arka-ի edge-ը, Հայաստանի ազգային վճարային համակարգի edge-ը, որպեսզի գնումը անենք։ Այսինքն, երբ մարդիկ ինձ ասում են, ինչու եք իմ եռանիշ թիվը ուզում, այ մարդ, մենք ոչ մի բան չեք ուզում, դուք ազգային վճարային համակարգի edge-ում ձեր քարտի տվյալները գրում եք, որ բանկը հասկանա on-line գնման դեպքում, ոնց պետք է հասկանա ինչ քարտից գնում անի, եթե քարտի տվյալները չեք գրում, էլի, այդ համ զարմանալի, ոնց որ անտրամաբանական հարց է, բայց շատ է հնչվում։ Օրինակ, ոնց է, որ մենք խանութում քարտում post տերմինալին այսպես դնում ենք, ինքը վճարում է, չէ, կատարվում։ Ինչու ենք մոտեցնում, որպեսզի post տերմինալը մեր այդ բոլոր քարտի եռանիշ թիվ ամեն ինչ կարդա, հասկանա որտեղից գումար հանի։ Այս on-line-ի դեպքում մենք հնարավորություն չունենք sense քարտը պահենք, ինքը հասկանա, որ քարտա, դրա համար մեր ձեռքերով առանց ոչ մեկի ասելու, այստեղ լրացնում ենք, ովքեր on-line գնումներ կատարել գիտեն, կարող է հիմա ծիծաղեն, որ ես այսքան բաները ասում եմ, որովհետև շատ պրիմիտիվ է, բայց շատերը վախենում են, չգիտեն ոնց որ ինչից վախենալ, ինչից չվախենալ։ On-line գնումներ կատարելու ձևը սա է, Ժողովուրդ ջան։ Քարտի տվյալները գրում եք, անուն ազգանունը ոնց, քարտի վրա գրած է, վավերականության ժամկետ, եռանիշ կոդ եւ այլն, սեղմում եք վճարել, որից հետո ինչպես մնացած բոլոր կայքերում է լինում, այստեղ մի հատ տող է բացվում ու բանկը ձեզ կոդ է ուղարկում։ Այդ կոդը պետքա բերեք, տեղադրեք այստեղ, որ դուք ասեք, որ հա ես եմ իմ քարտից վճարում անում, էլի հաստատում եք այդ ապահովությունն է, որ բանկը մտցնում է, որ հանկարծ որևէ մեկը ձեր քարտը չվերցնի վճարում անի։ Այդ կոդը, որ գալիս է առաջին SMS-ը, շատերը այդպես անում են, թողում են կիսատ, չեն լրացնում, ասում են, բա ես վճարել եմ ու փաստացի նայում ես վճարման կոդն ա եկել, ինքը չէր իմանում, որ կոդը պետքա մուտքագրել։ Այդ կոդը գրած ա լինում OTP 5 թիվա, բերում եք կայքում մի հատ տող ա բացում, գրում եք այդտեղ, submit կոճակի սեղմում եք։
Հետո, այս շատ արագ է, ես եմ երկար պատմում, որ եթե ձեզ մոտ էլ կան մարդիկ, ովքեր ձևը չգիտեն, իմանան, հետո մեր կայքում արդեն որ վճարումը անում եք, գրում ա շնորհակալություն մեր դասընթացը ընտրելու համար։ Մենք ձեր էլեկտրոնային հասցեին նամակ կուղարկենք, վերջ։ Եթե դուք դա տեսնում եք, մեզ կտրոն ուղարկելու կարիք չկա, ոչ մի բանի գրելու անգամ կարիք չկա, մենք էլ ենք տեսնում։ Եթե դուք դա տեսնում եք, վստահ եղեք, մենք էլ ենք տեսնում։ Ու մենք արդեն ձեզ ուղարկելու ենք մնացած բոլոր մանրամասները, ու մեր այս անձնական էջում դուք միշտ գալու եք տեսաձայնագրություններն եք գտնելու, հավաստագիրն եք գտնելու, ամեն ինչը այսպես օնլայն ձևով համակարգված մեր կայքում տեղադրված է լինելու, հեշտությամբ օգտվելու եք։ Դրա համար հենց օնլայն գնումով առաջին քայլով դուք ինքներդ մտնում եք, գրանցվում եք, ձեր անձնական էջը ստեղծում եք, որտեղ ուզում եք որ դասին ուզում եք գրանցվում եք, որպեսզի կարողանաք արդեն վճարումը իրականացնել։ Այսքանը